Ես չեմ ասում հանրայինը սուրբ է, չէ, մենք էլ շատ սխալներ ունենք, բոլորս էլ սխալներ ունենք, բայց եղած բանի համար գոնե թիրախավորենք կամ քննադատենք։ Երբ որ չեղած բանի համար են քննադատում, դա լավ չի, դա ճիշտ չի։ Հանրայինի առաքելությունը որն է, ինչի համար ինքը կա ու ինչի համար է բյուջեից այդքան գումար տրամադրվում։ Դու Եվրատեսիլը տեսել ես։ Ամեն երկրի ելույթից առաջ Հայաստանի գովազդը։ Այդ ինչքան փող մենք պետքա տայինք, որ Եվրոպայի առաջատար ալիքներով 2.5 թե 3 ժամ անընդհատ Հայաստան գովազդ բեր եւ ուղիղ եթերում Հայաստանի մասին խոսվեր։ Ես վերջի թվերով 870 ինտերվյու ա եղել, որից 52.7%-ը եղել է ՔՊ-ի անդամներ, ասինքն պատկերը սենց է, որովհետև ընդդիմադիրները չեն ուզում գան։ Սրբազան շարժման մասին է խոսքը։ Մենք իրանց հրավիրում ենք եթեր։ Դրա համար չենք հասկանում ինչա տեղի ունենում, որովհետև մենք ոնց որ քեզ հրավիրենք եթեր, դու ասես չեմ գալիս, հետո երթով գաս հանրային եւ պահանջես հանրայինի եթեր տա քեզ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն էր հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Հովհաննեսի հետ զրուցել ենք հանրային հեռուստաընկերության մասին, թե արդյոք այն ինչ որ այնտեղ ցուցադրվում համապատասխանում է իրական Հայաստանի հետ, խոսել ենք թե ինչպես է եթերը կազմվում, լուրերը, հարցազրույցները, արդյոք բոլոր տեսակետները ներկայացված են հեռուստաընկերության կողմից թե ոչ, ԱՄՆ-ի մասնաճյուղի ֆեստիվալի, մանկական Եվրատեսիլի եւ նոր մասնաշենքի մասին։ Հենց որ բաժանորդագրեք մեր ալիքին, իսկ եթե հավանում եք, կարող եք նաեւ լայք դնել։ Գիտելիքի ուժը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունձի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք amunzi.agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amunzi.agba.am կայքում։ Գնացինք։ Հովհաննես, բարի օր։ Ողջույն։ Ոնց ես։ Նսի լավ, բայց այդ հարցի հետ կապված մի պատմություն ունեմ, տենց միջանկյալ պատմեմ, հետո շարունակենք։ Մի օր տենց որոշել էի, այդ ոնց էս բառը մեր մոտ բարևին կպած է, չէ՞, միշտ տենց փողոցում։ Հա, default-ով տենց գալիս է։ By default ասում ենք բարև ոնց ես։ Մի օր որոշել էի տենց փողոցում ով ինձ տեսնի, ասի բարև ոնց ես, ասեմ վատ։ Ռեակցիան է ուզում ստուգեի, տեսնի լսում եմ պատասխանը, տենց որովհետև անգիր արած գնում ենք առաջ, չէ, երբեք չենք լսում։ Ու մոտավորապես 10-ից 9-ը քիչ լսեց ես ինչ եմ ասում։ Այսինքն այդ տիպի։ Հա, այսինքն ինքը դարձել է ասենց անգիր արած բան է, բարև ոնց ես, լավ եմ, դու ոնց ես, լավ եմ։ Վերջ։ Հա։ Այդ կյանքի արագությունից էլ է երևի որ տենց չեն լսում բան, հատկապես փողոցում, երբ որ տեսնում ես ինչ որ ծանոթ, բայց այդ դեպքից հետո այդ ոնց էս հարցին սենց մի տեսակ ուրիշ ձև եմ վերաբերվում։ Ուզում եմ ավելի ոչ ստանդարտ պատասխանեմ, էլի։ Նու էս է դեպքը չի։ Հա, հասկացա։ Իսկ իրական ոնց ես։ Լավ, խառը։ Այստեղ մենք կարանք, չէ, ավելի ազատ խոսենք։ Հա, իհարկե։ Հա, տենց մեզ հետո կքննադատեմ ոսկեղենիկ հայերենով չխոսելու համար, իհարկե երկուսը կարող ենք ֆիքսենք, որ կարող ենք, հա, բայց քանի որ ֆորմատը ավելի ազատ է, ավելի ազատ խոսենք, խառն եմ, բայց լավ եմ։ Գործի բերումով։ Գործի, կյանքի, ամեն ինչի ժամանակներն են այդպեսին, բոլորս պետքա վազենք, որ հասնենք, դա էլ իրանից բերում է այդ խառը լինելը։ Հետաքրքիր նոր բաներ կա հանրայինում։ Ինչքան ուզես։ Կպատմես։ Որից սկսեմ, այդ է բարդ։ Իրականում հիմա մեծ նախագծեր ունենք, դրանց ենք պատրաստվում, հատկապես հաջորդ տարվա մասով։ Հաջորդ տարի լրանում է հանրային հեռուստաընկերության 70-ամյակը։ Պետքա մեծ նշենք,
65-ն էլ ենք մեծ նշել, բայց 65-ը համեմատած 70-ի իհարկե 70 այլ ամյակ է, պետք է նշենք, հիմա արդեն պատրաստվում ենք դրան։ 65-ը քո առաջ տարին էր, չէ՞։ 65-ը իմ երկրորդ Երկրորդ տարին էր։ արդեն, հա։ Երկրորդ տարին էր։ Ես 20 թվականի նոյեմբերից եմ, մենք 21-ին նշեցինք 65-ը, հիմա արդեն 26-ին կնշենք 70-ամյակը ու պետքա լավ պատրաստվենք։ Բացի դրանից հաջորդ տարի ունենք մի քանի մեծ իրադարձություններ, դասական Եվրատեսիլնա լինելու Հայաստանում, հիմա դրանով ենք զբաղվում, որը էլի բավականին մեծ իրադարձություն է ու Եվրոպայում է հեռարձակվելու, էս մեզ համար շատ կարևոր է, ու ընդհանրապես այս ինտեգրացիան մեր հեռուստատեսության դեպի Եվրոպա մեզ համար շատ կարևոր է։ Եվ փորձում ենք դրանով ենք հիմա զբաղվում, հետո հաջորդ տարի Հայաստանում են մեծ իրադարձություններ սպասվում, այդ թվում ընտրություններ ունենք հաջորդ տարի, որին պետք է պատրաստվենք։ Դեբատներ լինելու է երևի։ Դեբատները օրենքով է։ Մենք չենք ընտրում անենք թե չանենք դեբատներ, օրենքով պետք է պարտավոր ենք անել օրենքով։ Ոչ միայն համապետական ընտրություններին, այլև տենց պարտավորություն ունենք, նաև մարզային մարզկենտրոնների մասով պարտավորություն ունենք։ Մարզկենտրոններում էլ ենք դեբատ արել անցած տարիներին։ Չգիտեմ, դիտել ես թե չէ, դու Վանաձորից ես, կարող Վանաձորինը դիտել ես այդ։ Հա, Վանաձորինը դիտել։ Էպիկ դեբատ էր։ Հա, հատկապես են տաշիշ պիցայի պահ։ Հատկապես, այդ են բոլորը հիշել։ Դա մոտ շատ էր տպավորվել։ Չէ, էլի այնտեղ կտորներ կային, որ լավն էին, բայց Վանաձորից այդ տաշիկ պիցայի կտորը ամենաշատը հիշվեց, որ ինչեր է փոխվել Վանաձորում։ Դե մեմ դարավ։ Դե դու ավելի լավ կիմանաս Վանաձորում ինչեր է փոխվել, ինչքան ազդեցություններ, բայց մենք ընկալեցինք, որ այդ տենց մեծ իրադարձություն էր, էլի։ Կամ էլ մեմ դարձավ, բայց մեկա իրադարձություն էր։ Դե մեմ եթե դառնում է արդեն իրադարձություն է, էլի։ Հա, դե մեմը առանձին իրադարձություն։ Այսօրվա իրականությունում մեմը ամենահետաքրքիր կոմունիկացիայի ձևերից մեկն է դառը։ Նայած ինչքանով է ստացված մեմը, բայց այտենց բանը չեն հաշվարկում, ինքը իրանով դառնում է մեմ։ Դե հա, որ viral գնաց, արդեն դու չես կառավարում։ Այդ բառն է ուզում հիշեի, viral-ը։ Բան, վիրուսնի հայերեն վիրուսային։ Հայերեն լավ չի հնչում։ Բայց դե հետա։ Դե հա։ Դու արդեն 5 տարի հանրայնում ես։ Հա, Ազատությունից գնացիր։ Չէ, ազատությունից չգնացի։ Նո, ազատությունից հետո այդ պոակը հայտնի, որի մասին ես ակուզում խոսանք, հետո հանրային։ Ազատությունից տեղափոխվելը հեշտ էր, դժվար էր։ Ոյ, լսի, դժվար էր, բայց հետաքրքիր էր։ Տենց լինում է, չէ, կյանքում ինչ որ փուլեր, որ տենց կտրուկ փոխում ես ամեն ինչ, այդ փուլերից էր կյանքի ու շատ հետաքրքիր էր այդ իմաստով, որ նոր մարտահրավերներ է, որ պետք է հաղթահարես ու փորձես ինչ որ մի բան դեպի ավելի լավը տանես։ Իսկ այդ դժվար է, հատկապես այն ժամանակներում, երբ որ ամեն ինչ sense փոփոխությունների էր գնում, ակնկալիքներն էլ էին մեծ։ Ու պետք էր այդ ամեն ինչը լավ անել։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Իսկ պոակը ոնց գնացիր։ Դուրս էի գալիս իրականում, ազատությունից որոշել էի դուրս գալ ու համընկավ 18 թվականի իրադարձությունների հետ ու ոնց որ միանգամից առաջարկ ունեի, այլ առաջարկներ ունեի, բայց ինձ ավելի շատ հետաքրքիր էր մեդիայի կառավարումը։ Այսինքն ես դեռ ազատության վերջին տարվա ընթացքում ազատությունում արդեն պրոդյուսինգով էի զբաղվում, Ազատություն TV-ի ու դրանից հետո ինձ հետաքրքիր էր հենց մեդիայի կառավարումը, որովհետև մինչ այդ ես բավական երկար ժամանակ լրագրող էի, հետո հաղորդավար էի, հետո պրոդյուսինգով սկսեցի զբաղվել ու ինձ ավելի հետաքրքրեց այդ ուղղությունը ու դրա համար գնացի այդտեղ։ Ազատություն TV-ի պրոդյուսինգ։ Ազատություն TV-ի, այո։ Հա։ Իսկ 2018-ի իրադարձությունների ժամանակ դու ազատությունում էիր։ Հա, ես ազատությունում էի։ Իսկ կհամաձայնվես մտքի հետ, որ ազատությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ այդ ամեն ինչի տարածվելու լուսաբանելու վրա։ Ազատությունն էլ ոչ միայն ազատությունը, բայց ազատությունն էլ հա մեծ ազդեցություն ունեցավ, որովհետև ազատության լայվերը այդպես
մինչև 50-60 հազար ու Դե ավել ամեն ինչ հասնում էին։ մենակ է, չէ, բայց այդ միայն ազատության վրա չի ազդել։ Տենց լիքը լրատվամիջոցներ կան, որ իրանց թվերի վրա, բաժանորդների, դիտումների, ամեն ինչի վրա ազդում էր, որովհետև այդ ժամանակ եթե կհիշես, եթերում այնքան էլ լավ չէր լուսաբանվում այդ ամեն ինչը, հատկապես երբ որ նոր էր սկսվում, Հանրայինի հատկապես։ հանրայինի էլ, բայց այնց չի որ մնացած ալիքները տենց ազատ լուսաբանում էին, էլի, այսքան խնդիր կար լուսաբանման։ Օնլայն էր լուսաբանվում շատ։ Օնլայնն էր ուժեղ։ Ու այդ օնլայնը, որը մեզ մոտ սկսեց, նու հատկապես օնլայնը սկսեց տարածվել 2008 թվականի իրադարձությունների ժամանակ։ Եթե կհիշես, այն ժամանակ ինտերնետը ինչքան թույլ էր Հայաստանում, dial-up-ով միացնում էինք ու A1+-ի կայքից տենց 1 մեգաբայտանոց բաներ կային, փոքր վիդեոներ կային 2008-ի իրադարձությունների ժամանակ։ Այն ժամանակ էդ էր, բայց այտենց մարդիկ սովորեցին, որ կարելի է օնլայնը որպես այլընտրանք օգտագործել լրատվության համար, ու հետո օնլայնը սկսեց աճել, զարգանալ, հատկապես ինտերնետը, երբ որ արագացավ, մեզ մոտ 2010-ականների սկզբերից, արդեն օնլայն լրատվամիջոցները սկսեցին ուժեղանալ։ Մենք Ազատությունում առաջին անգամ, եթե չեմ սխալվում, 13 թվականին ուղիղ եթեր փորձեցինք, այն որ հիմա ամբողջ օրը տարբեր իրադարձություններ, հիմնականում միտինգներ լուսաբանվում են ուղիղ եթերում, դրա առաջինը եղել է 2013 թվականի, եթե չեմ սխալվում, փետրվարին, երբ որ 2013-ին 2013 թվականի փետրվարին, երբ որ Ռաֆի Հովհաննիսյանը հացադուլ էր սկսել Ազատության հրապարակում։ Դա առաջին ուղիղ եթերն է եղել, երբ որ լրատվամիջոցը իրադարձությունը ուղիղ եթեր է տվել օնլայն։ Դա առաջինն էր։ Ու այդ սարքերը, որ հիմա շատ տարածված են ուղիղ եթերի, այն ժամանակ առաջինն էր բերվել ու հիշում եմ ինչքան հարցեր կար, թե այս ինչ են անում ընդհանրապես։ Ինչի համար է սա, ով է դիտելու սա։ Իհարկե, այն ինչ որ այն ժամանակ է հեռարձակվել, դա շատ է փոխվել մինչև հիմա, բայց ի վերջո ցույց տվեց, որ կարիքը կա, որովհետև այսենց տարածվեց, դարձավ, հիմա էլ չենք էլ պատկերացնում ինչ որ մի իրադարձություն լինի ու դրա ուղիղ եթերը մենք չգտնենք։ Հա, արդեն գիտես որ բայց որ գնաս գնում ես 12 տարի առաջ, հիշում ենք, որ այտենց բան ենք մենք ունեցել, այտենց պատմական ժամանակաշրջան ենք ունեցել, երբ որ լրատվամիջոցները փոխակերպվել են։ Իսկ ո՞նց է վերաբերվում, որ այսօրվա կառավարությունը Ազատությունն այտենց մեկ-մեկ բան անում, քննադատում է։ Լսի, ես, քանի որ իմ ընկերներն են Ազատությունում, նո ովքեր որ այն ժամանակ աշխատել են ու կան, ես իրանց հետ եմ կիսվում երբեմն իմ մտահոգություններով, բայց ես փորձում եմ շատ չխոսեմ այդ թեմայով, որովհետև ես էլ ինչ որ մի դաշտում եմ, ինձ էլ կարող են ասել, այ դու հիմա այս դաշտում ես, դրա համար ես սենց խոսում։ Բայց մենք հաճախ, հա, ի պաշտոն է, ի նրա, որ դու հանրայինում ես, հիմա դու պետքա պահես իշխանական տեսակետ եւ դու պետքա քննադատես այս բանը, բայց շատ հաճախ, երբ որ մենք քննարկում ենք, սենց նստում ենք առանց տեսախցիկների, իհարկե քննարկում ենք ընկերական շրջապատում, կիսվում ենք մեր կարծիքներով։ Իրենց կարծիքն են ասում հանրայինի մասին, ես իմ կարծիքն եմ ասում Ազատության մասին, այսինքն կիսվում ենք, խոսում ենք այդ ամեն ինչի մասին։ Բաց շփում կա, բայց ես չեմ ուզում հանրային դաշտում իմ կարծիքը ասեմ այդ ամեն ինչի մասին, որովհետև Ազատությունը եղել է այն միջավայրը, որտեղ ես աշխատել եմ բավականին երկար ժամանակ, մեծ ազդեցություն ունի Ազատությունը ու ես չեմ պատրաստվում ինչ որ բան ասեմ հանրային դաշտում Ազատությանը։ Հասկացա։ Իսկ հանրայինը որ ասեցիր, այտենց իշխանական ոնց նոր ձևակերպեցիր, ճիշտ եմ չեմ ուզում սխալ ասեմ քո բառերը։ Իշխանական, կառավարական, նոր որ ասեցիր հանրայինում լինելով, կառավարական ոնց որ։ Չէ, հանրայինում լինելով by default մարդիկ մտածում են, որ դու պետքա պահես իշխանական տեսակետ, չէ՞։ Այդ լոգիկայով է ասում։ Հասկացա։ Որտեվ բանը, այդպես հայտնի մեմա չէ, որ դառը կա հանրայինի Հայաստան, հմեկի Հայաստան։ Հա, հմեկի Հայաստան ու իսկական Հայաստան, ոնց որ նախկին իշխանությունների օրոք էլ կար, այսօր էլ կա։ Դու այդ մտքեդ համաձայն ես։ Ու ինչի՞ մենք այս վերջերս հարցում էինք արել, փակ ֆոկուս խմբային հարցում էր դա մեր ներքին օգտագործման համար ու մարդկանց կարծիքներն էինք կարդում, հետո ամփոփված այդ ամեն ինչը կար, որովհետև ինքնից բավական երկար բոլոր քաղաքներում տարբեր խմբերով, տարբեր սեռի տարիքի զբաղվածության եւ այլն մարդկանց հետ խոսել էին եւ մենք վերջում ստացանք մեր փաստաթուղթը, որ պետքա ուսումնասիրենք, հասկանանք մարդկանց կարծիքը։ Շատ բաներ եզրակացրեցինք իրականում այդ ամեն ինչից, բայց ամենահետաքրքիր կտորը
կամ հետաքրքիր կտորներից մեկը ինձ համար այն էր, որ կարծրատիպերը հանրայինի մասին, սենց մարդկանց ուղիղ մեջբերումներով հատկապես երևում էր, թե ինչ կարծրատիպեր կան հանրայինի մասին։ Այն նույն քո ասացա մեկի Հայաստանը, որը եթե չեմ սխալվում, մեմ դարձավ նաև Կարգին հաղորդման շնորհիվ։ Եթե չեմ սխալվում, Կարգին հաղորդումն է դա օգտագործել, բայց ինքը տենց տարածվեց։ Դա եթե չեմ սխալվում, սկսեց 2008 թվականից 2008-ի իրադարձությունների ժամանակ այդ տարբերությունը սկսվեց դիտվել, այսինքն եթերի ու հետո մի հատ էլ այն ասած on-line լրատվամիջոցներ բան այդ ամեն ինչի տարբերությունը սկսվեց այդ արտահայտությունը տարածվել։ Այ հմեկի Հայաստանում ամեն ինչ լավ է, իսկ իրական Հայաստանում ամեն ինչ վատ է, տենց բաներ էին, չէ՞ ասում։ Հիմա էլ են այսինքն ասում։ Տես, բայց ես միշտ սիրում եմ փաստարկված խոսել, որովհետև ես բանավիճել շատ եմ սիրում, որ ամենասուր թեմայով, ինչով ուզում այսօր էլ խոսենք այդ թեմաներով, կարծում եմ բոլոր, ես սիրում եմ փաստարկված խոսել։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք հանրայինը չի անդրադառնում, ցույց չի տալիս, այս չի անում, այն չի անում, այն չի անում եւ այլն, այդ ամեն ինչի մասին պետք է խոսել փաստերով, որովհետև շատ հաճախ լրագրողներ էլ կան, որ այս հարցը տալիս են ինձ։ Ես ասում եմ կոնկրետ ասեք ինչը։ Մի հատ օրինակը բերեք, որպեսզի ես հասկանամ, ըստ օրինակի խոսենք, որովհետև պատկերացումների դաշտում մենք բոլորս ունենք ինչ-որ պատկերացումներ, որոնք մեր կարծիքով այդպես էլ պետքա լինեն։ Այսինքն դա կարծրատիպ է։ Ես չեմ ասում, որ չկա հմեկի Հայաստան կամ կա հմեկի Հայաստան։ Ես ասում եմ եկեք քննարկենք։ Եկեք օրինակներով գնանք, քննարկենք, հասկանանք այ որտեղ է խնդիրը։ Որովհետև գիտես, ինձ այդ շատ է կներես որ բանում ընդհատվում, ինձ այդ շատ է մտահոգում, որ մենք շատ հաճախ չենք էլ ուզում իրար լսենք, այսինքն չենք ուզում խոսենք, որ իրար լսենք, հակառակ տեսակետ չենք ուզում լսենք։ Այդ տենց ամեն մեկը իր կարծիքն ունի, չէ՞ ամեն ինչի մասին։ Ես ասում եմ, չգիտեմ, Նարեկը վատնա ու կապ չունի, ես Նարեկի հետ չեմ քննարկում, չեմ խոսում, կամ Նարեկը մտածում է ես վատն եմ, վերջ։ Էլ չենք քննարկում դա։ Իսկ քննարկելը կարծում եմ տենց քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձևն է հարցերը լուծելու քննարկելու էլի։ Կարևոր կետերից մեկն էլ է, որ շատ մեդիաներ մոռացել են դրա մասին, որ պետքա տեսակետներ լսել։ Ու միշտ չէ տեսակետը, որ քաղաքականին չեն մոռացել։ Պարզապես այդպես է պետք։ Պարզապես պատվերն է այդպեսին շատ լրատվամիջոցների դեպքում ու այդ լավորիչ չի։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում, հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Իսկ հարայինի դեպքում ոնց անեք դուք ոնց եք փորձում տարակարծություն մտցնել եթեր։ Անընդհատ ու շատ բարդ, որովհետեւ էլի նորից գալիս է կարծրատիպը, որ հանրայինը չի տալիս այլընտրանքային տեսակետ։ Այդ նոր այդ հարցումը, որ քեզ ասում էի, մարդկանց մոտ նույն այդ հարցման բանով տպավորություններ կար, ոչ բոլորի մոտ, բայց տպավորություններ կար, որ հանրայինը չի տալիս այլընտրանքային տեսակետ։ Մինչդեռ հանրայինի եթերում բաց է հանրայինի եթերը, ոնց կարող եմ օրինակներով ցույց տալ մարդիկ, որ գալիս են, ու գիտես ինչն է հետաքրքիր, տես այդ համեմատականը, եթե տանեմ նույն 2008-ին, երբ որ էլի հանրայինի բանը sense անունը հելել էր sense ասած ու մարդիկ այդ թեմայով խոսում էին, ինչի է հանրայինը sense ամ, ինչի անենց անում ու հիմա մեր օրերի հետ համեմատականը տանեմ։ Տես տեղ խնդիրն ինչն է։ Այն ժամանակ բողոքում էին, որ իրենց չեն հրավիրում եթեր, չէ՞։ Եթե գիշես այն ժամանակ մարդիկ բողոքում էին։ Հիմա ի՞նչն է փոխվել։ Մենք անընդհատ ասում ենք ժողովուրդ հրավիրում ենք, եկեք, չեն գալիս եթեր։ Աբսուրդ է, ես այն ինչ որ հիմա ասում եմ, սա աբսուրդ է, մի քանի անգամ ասել եմ։ Սա աբսուրդ է, որովհետև երբ որ մենք քաղաքական գործիչներին հրավիրում ենք եթեր, մենք տալիս ենք իրենց հարթակ։
կարող է, չգիտեմ, հաղորդավարը իրանց դուր չի գալիս, կարող է եթերը դուր չի գալիս, ժամը դուր չի գալիս, չգիտեմ, ինչ որ մի բան հագուստը դուր չի գալիս ինչ որ մեկի, բայց դա հարթակ է ու իմ պատկերացմամբ հատկապես քաղաքական գործի համար շատ կարևոր է որ ինքը օգտագործի հարթակ, անկախ նրանից թե ինչքանով իրան դուր չի գալիս այդ ամեն ինչը, որովհետև հանրայինը դա է։ Ու հանրայինը դիտվում է։ Հա, այս Կատյա Մամյանի GitHub-ի research-ը, որ ինքը Պետրոս Ղազարյանի ինտերվյուները դատայով ուսումնասիրել էր, ես վերջ թվերով 870 ինտերվյու ա եղել, որից 52.7%-ը եղել է ԿՊ-ի անդամներ ու top 5 ամենաշատ կանչված է Վահագ Ալեքսանյան, Անդրանիկ Քոչարյան, Հայկ Կոնջոյան, տեսել եմ այդ։ Էդմոն Մարուկյան մինչև 2023-ը ու 5-րդ տեղում Արամ Սարգսյանն է։ Այսինքն պատկերը սենց է, որովհետև ընդդիմադիրները չեն ուզում գան։ Տես պատկերը հետևյալն է, ես երբեք անուններ չեմ տալիս, այսինքն այդ կարծում եմ դեռ ու առնվազն մենք կարծում ենք, որ դեռ պետք չի անուններ հայտարարել, բայց եթերում եղել է դեպքեր, որ մեր հաղորդավարները ոչ մեկ հաղորդման շրջանակներում, տարբեր հաղորդման շրջանակներում ասել են, որ այսօր օրինակ մեր հյուրը պետքա լիներ այս կուսակցության ներկայացուցիչը կամ կոնկրետ այս քաղաքական գործիչը եւ չի եկել ինքը։ Գիտես ոնց է լինում, տես եղել է, չէ՞։ Պետրոսի մոտ էլ ա եղել, ոչ միայն Պետրոսի մոտ։ Տես նույն այս ուսումնասիրությունը որ կա, ես սա տեսել եմ։ Այստեղ մի հատ լուրջ խնդիր կա։ Այս ուսումնասիրության մեջ չի երևում այն թվերը, թե ովքեր են մերժել։ Հիմա ոնց որ օրինակի համար բան անենք, կիսատ ինֆորմացիայով վերլուծություն անենք, որովհետև միայն հանրային դաշտում երևացողը չի հո ինֆորմացիան։ Հիմա մենք ինչ անենք, որ հանրային չեք տալի ով ամերժը։ Չենք տալիս, բայց ես օրինակ ես վերջերս մտածում էի, որ միգուցե պետքա հայտարարել։ Որովհետև տպավորությունը այս հենց ուսումնասիրությունը։ Դե օրինակ թվերով նայում ես տպավորությունը, որ այս թվերով տպավորությունը դեպի կառավարություն։ Կոմոդ տպավորությունն է ու ամեն մարդու մոտ կարա տպավորություն ստեղծի, որ հանրայինը չի կանչում այս մարդկանց, կանչում է միայն իշխանությանը։ Մենք ասում ենք եղբայր, եկեք հյուր։ Ու նենց չի որ մեծամասնությունը, ովքեր որ մերժում են, քաղաքական պատճառ են բերում, ասում են, այ դուք իշխանության քարոզիչներ եք, դրա համար չենք գալիս, մենք ձեզ մոտ հյուր։ Բացարձակ։ Դե հանրային մեզ ասում են հարմար չի, ասում ձեզ ինչ են ասում, հարմար չի, ատամսա ցավում, մոտ մարդա մահացել, բան, այսքան սենց բաներ են ասում։ Գոնե քաղաքական գնահատական լինի, ասեն հանրայինը ծախված է եւ վատնա, դրա համար չենք գալիս ձեր եթեր, մենք էլ կասենք լավ, տեսակ է դա։ Բայց դա չի հնչում։ Հնչում է ինչ ասես բացի դրանից։ Ու տպավորությունն է, որ ավելի շատ խուսափում են գալ։ Ես այս մասին մի քանի անգամ տարբեր տեղեր, այդ թվում ընդդիմադիր падգամավորների հետ եմ խոսել։ Ես 2020 թվականին, երբ որ նոր էի նշանակվել հանրայինի տնօրեն, այն ժամանակ էլի ընդդիմադիրներ չէին գալիս մեր եթեր հյուր։ Հիշում ես 2020-ի նոյեմբերի 9-ից հետո քաղաքական իրավիճակը։ Հա, շատ ծանր էր։ Ես անձամբ գնացի հանդիպեցի այդ ժամանակ կոնկրետ համակարգող ունեին ընդդիմադիր գործընկերները, գնացի հանդիպեցի, ասեցի ժողովուրդ, ինչի չեք գալիս հանրայինի եթեր։ Դե ինձ ասեցին, որովհետև դուք իշխանության քարոզիչներ, բան, սենց այս լոգիկայի մեջ։ Ես էլ ասեցի շատ լավ, խնդրում եմ ձեզ առաջիկա 3 օրերի եթերները դիտել, հետո ես կզանգեմ, եթե դուք ասեք, որ այստեղ տեսնում եք խնդիր, մի եկեք մեզ հյուր։ 3 օր անցավ զանգեցի, իրանք եկան հյուր։ Այսինքն, այստեղ խնդիրը նաև Բայց այդ 3 օրվա մեջ ինչ փոխվեց, եթերը միշտ տեսան։ Դիտեցին այդ հարցազրույցները, լրատվական թողարկումներ, այսինքն ուսումնասիրեցին ինչի մասին է խոսքը, որովհետև շատ հաճախ չեն դիտում եւ կարծրատիպն է աշխատում, երբ որ ասում են դե եթե հանրայինն է, ուրեմն սենց է։ Չեն էլ դիտում, որովհետեւ ես այնքան օրինակներ գիտեմ, որ երբ որ կարողանում ենք նստել խոսել ու մեկը ինձ քննադատում է կամ հանրայինը քննադատում է, ես շատ եմ սիրում դա լսել, ես ասում եմ շատ լավ, արի օրինակներով խոսենք, որ չստացվի սենց ընդհանուր բաներ ենք ասում։ Երբ որ օրինակներով ենք խոսում, իսկ դա ին վերած օրինակներ, ասում եմ օրինակ դիտեք եթերը, որովհետեւ եթերը չդիտած մեղադրել մարդկանց, որ այ դուք սենց եք, դա արդար չի։ Մեն ժամանակ մի հատ էլ դեպք եղավ, տարբեր ՀԿ-ներ հայտարարություն տարածեցին հանրայինի լուրերի մասին 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ մեզ մեղադրեցին ինչ որ մի հատ կոնկրետ բանում եւ ես զանգեցի իրանց եւ հրավիրեցի հանրային քննադատում էին իհարկե մեզ զանգեցի հրավիրեցի հանրային ասեցի ժողովուրդ ջան եկեք քննարկենք ձեր հայտարարությունը որ կա մեդիա ՀԿ-ներն էին մեդիա ոլորտի քննադատում էին հանրայինին
Այս եկեք հանրային մենք քննարկում անենք բոլորով, հասկանանք ինչն է խնդիրը, բայց արդեն հայտարարություն տարածել էին ու մեզ թիրախավորել էին դրա համար։ Եկան քննարկեցինք, պարզվեց, որ իրենք չէին դիտել այդ եթերը։ Պարզապես իրենց մոտ տպավորություն էր եղել, որ հանրայինը դա ցույց է տվել։ Այսինքն Որ ինչի մասին է խոսքը։ Խոսքը գիտես ինչի մասին է 2020 թվականի, եթե չեմ սխալվում, նոյեմբերի վերջ դեկտեմբեր, պատերազմի ժամանակ, հա, էկրան կար հրապարակում տեղադրված, եթե կհիշես, որտեղ տարբեր զինվորականների տեսանյութեր էին, չեմ հիշում որ օրերին էր, նոյեմբերի 9-ից հետո էր, բայց չեմ հիշում որ օրերին էր, որ դիրքերից տարբեր կոչեր էին անում, ելույթներ էին ունենում, այդպես փոքր վիդեոներ կային։ Ու այնտեղ վիդեոներից մեկը կարծեմ բռնության կոչ էր արել, հիմա լավ չեմ հիշում, մի պահ հայտարարություն էր տարածել, որ այստեղ կա բռնության կոչ, եւ այդ տեսանյութը հրապարակվել է հրապարակի այդ էկրանին։ Այդ հայտարարության հիման վրա ՀԿ-ները հայտարարություն էին տարածել, որ հանրայինը եթեր է տվել այդ տեսանյութը, որը հեռարձակվել է հրապարակում, եւ դատապարտել էին մեզ, որից հետո սկսվել էր թիրախավորվել հանրայինը։ Ես էլ երևի 1 ամսվա տնօրեն էի։ Հա։ Ես դիտեցի, հասկացա, որ մենք այդ տեսանյութը եթեր չէինք տվել։ Մենք տվել էինք զինվորականների տեսանյութ, բայց դա այդ տեսանյութը չէր։ Այսինքն որտեղ որ այդ բռնության կոչը կար, ըստ ՄԻՊ-ի, դա այդ տեսանյութը չէր։ Դրա համար հրավիրեցինք իրանց եւ ասացինք ցույց տվեք այդ եթերը, իրանց ասածը բացեցինք, միացրեցինք եւ իրանք տեսան, որ դա մենք եթեր չենք տվել։ Եվ հետո պարզվեց պարզապես ալիքները թեքելուց ինչ որ մեկը իրանցից կադր էր տեսել եւ այդ կադրի հիման վրա 10 քանի ՀԿ էր, չեմ հիշում, հայտարարություն էին տարածել այդ լարված ժամանակ եւ մեղադրում էին հանրայինին կոնկրետ տեսանյութը եթեր տալու համար, որը եթեր չենք տվել։ Եվ եկան մեզ մոտ պարզվեց, որ եթեր չենք տվել։ Իրանք ասացին, հա լավ, մեր բաց թողումն է։ Ես ասացի, ակնկալում եմ, որ գոնե հանրային դաշտում ներողություն կլինի հանրայինից։ Չեղավ ներողություն, պատկերացնում ես, ու ստեղ դու հասկանում ես, որ կարծրատիպեր, ես չեմ ասում հանրայինը սուրբ է, չէ, մենք էլ շատ սխալներ ունենք, բոլորս էլ սխալներ ունենք, մենք էլ ունենք մեր սխալները, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց եղած բանի համար գոնե թիրախավորեն կամ քննադատեն։ Երբ որ չեղած բանի համար են քննադատում կամ չուսումնասիրված, դա լավ չի, դա ճիշտ չի, հասկանում ես, որովհետև պետք է այդ քննարկումը լինի։ Մանավանդ ես էլ շատ բաց եմ, պատրաստ եմ միշտ քննարկումներին։ Իսկ եթե հետ գնանք այդ ընդդիմադիրներին, որ չեն գալի հմեկի ինտերվյուներին մասնակցեն, ոնց դու նշեցիր, կարող է խնդիր հենց Պետրոս Ղազարյանն է, որ չեն ուզում իր հետ զրուցել։ Միայն իր մոտ չի։ Որտեվ դու լրագրող ես, լավ գիտես, ինտերվյուի ժամանակ ինտերվյուերը միշտ առավելություն ունի այն մարդու հանդեպ, հարցեր է տալիս։ Համաձայն եմ քո հետ, բայց տես, երբ որ մենակ իր դեպքը չի էլի եմ ֆիքսում, բայց հիմնականում իր ֆորմատն է, բայց դա մեր prime time հիմնական քաղաքական շոուն է, որը կարծում եմ Հայաստանում ամենադիտվող քաղաքական հարցազրույցն է։ Հանրայինով ժամը 10-ին միանշանակ ամենապոպուլյարն է։ Երբ որ ընդդիմությանը այն մարդկանց, ում անունները դու չտվեցիր այս ցանկում եւ պարզվեց, որ իշխանությունն է այստեղ առաջին դիրքերում։ Երբ որ ընդդիմությանը հնարավորություն է տրվում գալ նույն եթերում սեփական տեսակետները հայտնել կամ հարցերին պատասխանել, ես կարծում եմ, որ քաղաքական գործիչը պետք է օգտվի անկախ նրանից, թե ով է հաղորդավարը, որովհետև այդ հաղորդավարը 23-24 տարի է եթերում, ու այդ բոլորը իրենց մոտ հյուր եղել են, այսինքն եթե առաջ խնդիր չի եղել, հիմա ինչ խնդիր կա։ Կարելի է, չէ՞, հարցազրույց տալ անկախ նրանից, թե ով է հարցազրույցը վերցնում, այսինքն խնդիրը այդ չի։ Խնդիրը իմ վերլուծությամբ, խնդիրը շատ հաճախ հարցերի պատասխանելուց խուսափելն է, եթե շատ անկեղծ լինենք, որովհետև այլ ձև ես չեմ պատկերացնում, երբ որ քաղաքական գործիչը հնարավորություն ունի գալ prime time հիմնական հարցազրույցային հաղորդմանը եւ հրաժարվի։ Այսինքն պետք է խուսափել։ Որովհետև կարծում եմ հարցեր կա, որոնց պատասխանները իմ տպավորությամբ չկան։ Հասկացա։ Բայց ելի եմ ասում, հիմա էլ եմ ասում, չգիտեմ, 2 տարի առաջ էլ եմ ասել, 3 տարի առաջ էլ եմ ասել, դա հենց անընդհատ ասում եմ, միշտ անուններ չենք տալիս, բայց միշտ ասում ենք ժողովուրդ, մենք քաղաքական գործիչ ունենք, անունը չեմ տա, որը մեզ 4 տարի է խոստացել է հյուր գա ընդդիմադիր։ Ու ինչի չի գալի։ Չգիտեմ, Պատճառները տարբեր են։ չգիտեմ, չեմ հասկանում, անկեղծ չեմ հասկանում, ես ուզում եմ հասկանամ, ես հիմա այս որ պատմում եմ, ես չեմ թիրախավորում, դրա համար անուն չեմ տալիս, բայց երբեմն այսենց ուսումնասիրություններ են լինում կամ քննադատություններ, ոնց որ դու ես ասում,
ու մարդկանց մոտ կարա ստեղծվի տպավորություն, որ մենք խուսափում ենք հյուր կանչելուց։ Չէ, կանչում ենք։ Բայց պետքա գան, չէ՞, այդ մարդուն չենք կարա ստիպենք, որ գան։ Նույն բանի դեպքը 1 տարի առաջ որ եկան հանրային հեռուստաընկերություն եւ եթեր էին պահանջում, հիշում ես։ Սրբազան շարժման մասին է խոսքը։ Սրբազան շարժման մասին է խոսքը։ Մենք իրանց հրավիրում էինք եթեր։ Դրա համար չէինք հասկանում ինչա տեղի ունենում, որովհետեւ մենք ոնց որ քեզ հրավիրենք եթեր, դու ասես չեմ գալիս, հետո երթով գաս հանրային եւ պահանջես հանրայինի եթեր տա քեզ։ Մենք հայտարարություն տարածեցինք, իրանք ճանապարհին էին, հայտարարություն տարածեցինք, ասեցինք ժողովուրդ ջան, հրավիրում ենք, եկեք եթեր։ Բայց իրանք ինչ ասացին, որ Պետրոս Ղազարյանի հետ չեն ուզում, չէ՞ խոսքը։ Չէ, իրանք ասեցին ուղերձ են ուզում։ Մենք էլ ասեցինք, տենց ֆորմատ չկա, ախր տենց դա բան է, եթեր է, էլի, այսինքն չենք կարող մենք տենց հիմա որոշենք, այսենց ուրեմն էս եթերն է գնում։ Չէ, տենց չի, կարգավորումներ կամ տենց ամեն ինչ տենց հեշտ չի կազմակերպել, բայց մենք այլընտրանք առաջարկեցինք, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ ստացվեց, բոլորը իրանց ուզածին ինչ որ չափով հասան, այսպես ասած, հա, բայց ինձ համար այդ պահանջներն է աբսուրդային մի քիչ, որովհետև այդտեղ ցույցին մասնակցում էին մարդիկ, որոնք մի քանի օր առաջ հանրայինի եթերում էին ու եկել էին հանրայինի բակում, պահանջում էին հանրայինից եթեր, որին հանրայինը հրավիրում է, իրանք հրաժարվում էին գալ։ Բայց դու սենց բան կանես, կնայես հանրայինի եթեր եւ սենց ուսումնասիրություն եւ կասես, ահա, հանրայինը կողմնակալ է, չի հրավիրում, չէ՞, տես տպավորություն կստեղծվի, որովհետեւ կարծրատիպն է այդպիսի։ Դե բայց այս նույն ուսումնասիրության մեջ է գրած է օրինակ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանի ինտերվյուները Պետրոսի մոտ 2 անգամ ավելի երկար են։ Այսինքն ֆորմատի առումով կարողանում եք շահ ունենալ։ Ինձ մի անգամ լրագրողներից մեկը հարցրեց. իսկ ինչու եք բան անում։ Հարցազրույց վերցնում։ Հիմա լավ չեմ հիշում, ոնց որ ինչի եք հարցազրույց վերցնում երկրի առաջին դեմքերից։ Մոտավորապես հարցը սա էր։ Տենց չհասկացա, հետո հասկացա, որ ուսանող էր երևի բանը, լրագրողը տենց շատ լավ չէր պատկերացնում։ Ասում դե որովհետև պետք է ինտերվյու վերցնել, բայց եթե երկրի ղեկավարն է, երկրի առաջին դեմքերն են, բայց ինչ ինտերվյու չվերցնենք, կամ որ ասում ես երկար է, կամ որ ասում ես երկար է, բայց պարզ է, չէ՞ որ հարցերը շատ են։ Մարդկանց մոտ հարցերը շատ են, այդ հարցերը պետք է հնչեն, եթե հնարավորություն կա հարցը հնչեցնելու, այդ դեպքում հնարավոր է դա երկար անել։ Նույն այդ սրբազան շարժման օրվա եթերը մենք ավելի երկար արեցինք սովորական ինտերվյուից։ Չեմ հիշում ինչքան եղավ։ Դրա պատճառն էլ էր այլ հարցին պատասխաններ ակնկալվում, դրա համար էր երկարում եթերը, բայց այսքան այդպես կարում ենք տեղաշարժենք, կենթանի բան է եթերը։ Իսկ շատ հետաքրքիր է, էլի, օրինակ, եթե այդ թեմայից անցնենք մի քիչ ավելի հեռուստաալիքի հիմնական աշխատանքի, ո՞նց եք պլանավորում եթերը, ո՞նց եք հասկանում, որ այս հաղորդում պետք է ունենաք, այս չպետք է ունենաք, ու նաև կուզեի լուրերի մասին է խոսանք, օրինակ, ո՞նց է նյուզրումը որոշում, որ լուրը պետք է գնա ժամը 9-ին, որը չի գնալու։ Լսի, բանա։ Որտեվ այս վերջերս հաղորդումներն անում են, որ ահագին փոխվել է, օրինակ, տիպիկ հանրայինի հաղորդումներից ֆորմատից մի քիչ սկսել է փոփոխվի։ Մենք ինչի էի ասում քեզ հենց հարցը ամենաառաջին որ ասացիր ոնց ես ասացի խառնեմ աշխատանքային իմաստով է գիտես հիմա ընդհանրապես ոչ միայն հանրայինը հեռուստատեսությունը ու հեռարձակումն է մեծ փոփոխություն հրավերների առաջ կանգնած որովհետև մենք հետաքրքիր պետքա դառնանք եթե մենք չփոխենք այն ինչ որ մենք անում ենք մենք հետաքրքիր չենք լինի Հիմա ես վստահ եմ դու չես դիտում հեռուստացույց դու հանրային վերջին անգամ երևի YouTube-ով ես ինչ որ դիտել բայց հələ քեզ հիշի երբ ես եթերում միացրել ես եթերը եւ հանրային ես դիտել կամ սպասել ես հələ տեսնեմ այսօր ինչ են ցույց տալուս տենց բան չգիտեմ ես իմ երբ ա եղել չէ երևի քո հետ դե չեմ հիշում տենց բան շուտ Չես էլ հիշում լայվ միակ բանը դու միջին վիճակագրական չես դու միջին վիճակագրական չես բայց սովորաբար ավելի մեր բարձր տարիքի հայրենակիցներն են դիտում հանրային ոչ միայն հանրային այլև հեռուստացույց հեռուստատեսություն որովհետև ես օրինակ երեխեքին երբ որ հարցնում եմ 4 5 10 մեկ լինում է հարցնում եմ ես ինչա տարբեր տեղեր որ տեսնում եմ հետաքրքիր է հարցնում ասում են էկրան էկրանը չէ բայց էկրանա չէ էկրանա որ խորանում ես էկրանա որովհետև այդ հեռուստացույցով հիմա ավելի շատ դիտում են YouTube, Netflix, չգիտեմ այլ բաներ, քան թե դիտում են եթեր։ Ես քեզ ուրիշ բան էլ ասեմ, մի անգամ շինարարների շրջապատ էի ընկել, տենց ծանոթներ էին տեսնվել էի,
եւ իրանք տենց բնակարաններ են կառուցում, վաճառում են եւ իրանք ունեն տենց տարբեր ստատիստիկա, դա թվային ստատիստիկա չի, զգայական ավելի շուտ, բայց ստատիստիկա է։ Հարցնում էի, իսկ ձեր նոր շենքերում, որ բնակարանները գնում են, ինչքան մասն է կաբելային հեռուստատեսություն միացնում, ինչքան մասը միայն ինտերնետ է։ 90% ինձ ասեցին հեռուստացույց, այսինքն կաբելային TV չեն միացնում։ Դա իրանց հետաքրքիր չի։ Միացնում են YouTube, միացնում են ինչ որ VOD, տենց ինչ որ մի բան։ Եվ վերջ, այդ ամեն ինչ ինտերնետով կարող է ստանալ, էլ ինքը կարիք չունի։ Դրա համար մենք էլ պետքա փոխվենք, որ դու ասում ես հանրայինը վերջին շրջանում փոխվել է, հանրայինը առաջիկայում էլ ավելի շատ պետքա փոխվի։ Նախ, որովհետև հանրային ունի բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի դաշտում նորարարություններ բերի։ Սա ես համարում եմ հանրայինի առաքելություններից մեկը։ Նորարարությունը մեր դաշտում հեռուստատեսային ու ընդհանրապես հեռուստատեսային չէ, բովանդակության ստեղծման, կոնտենտ ստեղծման։ Պետք է հանրայինը բերի, որովհետև հանրայինը ունի ֆինանսական միջոցներ, որը ավելի դժվար է կոմերցիոն մասնավորին ծախսել նորարարությունների վրա։ Եվ հանրայինը պարտադիր չի լինի հին։ Ես մի անգամ բլոգերների էի հրավիրել, շատ երիտասարդ բլոգերների, վլոգերների կներես։ Հրավիրել էի հանրային քննարկելու հանրայինի եթերը, եւ իրանց հատուկ խնդրել էինք դիտեին մի քանի բան, որովհետեւ պարզաբար գալու էին, ասեն ոչինչ բան էլ չենք դիտել։ Եվ երբ որ հանդիպեցինք, ասացի, իսկ ինչ կարծիք եք հանրայինի մասին, տենց մոտավորապես թաղեցին։ Բայց այդ նորմալ է, որովհետեւ իրանց տարիքային սեգմենտը հանրայինում, դա ես քեզ ասում 5 տարի առաջ նոր էի նշանակվել։ Իրանց տարիքային սեգմենտը կոնտենտ չուներ հանրայինում դիտելու։ Նենց չի, որ հիմա շատ ունի, բայց մենք փորձում ենք գնանք դեպի ավելի երիտասարդ լսարան, փորձում ենք ստեղծենք նոր ֆորմատներ, փորձում ենք ավելի ժամանակակից լինենք, ավելի իրական կյանքում լինենք, ավելի հողին կպած լինենք, փորձում ենք ստեղծենք ֆորմատներ, որոնք միայն երիտասարդության համար են եւ պարտադիր չի, որ դրանք հեռարձակվեն, որովհետեւ միայն հեռարձակումով չի այլևս կոնտենտ սպառմամբ է, ոչ թե հեռարձակման։ Այսինքն հաղորդումներ ունեք, որ չի հեռարձակվում, բայց YouTube-ում կա։ Հա, իհարկե։ Չենք կարող այլ ձևով լինել։ YouTube-ն էլ ճիշտ ճանապարհը չի քեզ անկեղծ ասեմ, դա ճիշտ լուծում չի, բայց այս պահին, երբ որ մենք ժամանակ ենք կորցրել բավականին շատ, մենք պետքա գնանք մաքսիմում հասանելի լինենք։ Այ դու հիմա երբ որ սպառում ես ինչ որ կոնտենտ, ես վստահ եմ մեծամասնություն դու սպառում ես քո հեռախոսով կամ ինչ որ տաբլետով, չէ՞։ Հեռուստացույցով ավելի քիչ համեմատած։ Փոքր էկրաններով։ Փոքր էկրաններով, հա, այդ էկրանների փոքրով էլի։ Այդտեղ քեզ պետքա կոնտենտը մաքսիմում հասանելի լինի։ Այսինքն մենք որպես հեռուստատեսություն, որպես հանրային, պետքա փորձենք գանք հասնենք այդտեղ, որ քեզ մի հպումով, երկու հպումով այդ կոնտենտը հասանելի լինի, որովհետև եթե մենք բարթացնենք կյանքը, դու չես սպառի դա։ Այդ դեպքում YouTube-ից ավելի հեշտ ինչ պետք է լինի։ YouTube-ից ավելի հեշտ կարելի է ստեղծել հարթակ, որ տեղադրվի այդ ամեն ինչը, բայց քանի որ այդ ամեն ինչը շատ դանդաղ է գնում, ես ուսումնասիրում եմ օրինակ Հայաստանում հարթակները ոնց են զարգանում։ Մեր տեղական հայկական հարթակները նկատի ունեմ, էլի, իրանք բավականին մեծ աշխատանք են արել։ Այն հարթակները, որ կան մեր դաշտում։ Ու դա շատ կարևոր է, որ մարդիկ սովորեն, որ կարող են կոնտենտը սպառել բոլոր գadgetներով, այսպես ասած, ու ինչն է կարևոր նաև, որ կոնտենտի համար վճարեն։ Սա նույնպես շատ կարևոր է։ Հանրայինի կոնտենտի։ Հանրայինի չէ, մասնավորի, այսինքն այս կոմերցիոն ալիքների։ Հանրայինի կոնտենտի համար պետք չի վճարել, բայց հանրայինն էլ այս ամեն ինչից շահելու է, որովհետև մարդիկ սովորում են, որ կարելի է օրինակ մտնել, գրանցվել ինչ որտեղ, սպառել այդտեղ կոնտենտ, այնպես չի, որ այդտեղ կոնտենտը վատն է, այնպես չի, որ պետքա պարտադիր հեռուստատեսությամբ դիտել այդ կոնտենտը, որովհետև ժամանակները փոխում են ու վերադառնալով են ասածից, որ հեռուստատեսությունը պետքա լինի ժամանակակից, հանրայինը հիմա բավականին մեծ ներդրումներ է կատարում նորարարությունների մեջ, որովհետև մենք պետքա այդ նորարար լինենք, որպեսզի նաև դաշտին օգնենք գնալ դեպի ուրիշ ճանապարհով։ Սա բնական է, սա հասկանալի է, այդ նորարարություն, որ ասում ես, այդ ինչ նկատի ունեք, ինչեր է անում հանրայինը։ Օրինակ հանրայինը մենք 2 տարի առաջ բավականին երկար քննարկումներից, ուսումնասիրություններից հետո որոշեցինք, որ ներդրում ենք կատարելու ոչ միայն եթերային կոնտենտի մեջ, այլև արտադրելու ենք կոնտենտ, որը որ դու ասում ես, չի եթեր չի հեռարձակվում։ Այո, մենք ունենք տենց կոնտենտ, որը եթեր չի հեռարձակվում,
դա նոր բրենդ է, որը ստեղծվել է երիտասարդների համար ու սպառողներն էլ երիտասարդներն են, նորալիք է կոչվում։ Նորալիք բրենդինգը մենք ժամանակին հանրային ունեցել է այդպիսի ալիք շատ վաղուց հետո փակվել է։ Մենք նույն այդ բրենդով բացել ենք նորալիքը եւ նորալիքի իմաստը այն է, որ երիտասարդությունը այնտեղ գտնում է իր կոնտենտը եւ այնտեղի կոնտենտը եթերում կարող է հետաքրքիր չլինի, որովհետեւ եթեր դիտողի համար էլ այդ կոնտենտը կարող է ոչ բավականին պրոֆեսիոնալ երևա, չգիտեմ, շատ ջրիկ լինի այդ ամեն ինչը, շատ անհասկանալի լինի, որովհետեւ լեզվական մասը այդտեղ, այսինքն հայերենը, այն ինչ որ իրանք խոսում են, այդտեղ ինչ լեզվով։ Ես եմ մեկ-մեկ դժվարություն ունենում հասկանալու։ Բառեր կան, որ օրինակ օգտագործվում են, ես չեմ հասկանում։ Ի նկատի ունես սլենգ, հա։ Ժարգոն։ Սլենգ, ոչ միայն սլենգ, այլև մեր on-line աշխարհում ընդունված բառեր կան, չէ, որոնք որ չեն կիրառվում կյանքում, բայց ինչ որ մաս սկսել ենք արդեն կիրառել։ Պայմանական ես անընդհատ բառեր եմ սովորում։ Որովհետև վերջին 2 տարում ինչ այս ֆորմատը ստեղծվել է, ես լսում եմ բառեր ոչ միայն իրանց կոնտենտում, այլև հենց իրանց այդ շփումներում, ես սկսում եմ սովորել այդ բառերը ու տենց շատ հետաքրքիր, օրինակ fancy։ Օրինակ, կամ cringe։ Հա, Այսինքն այս բառերը շատ սկսել օգտագործել։ Այս բառերը հիմա մտնում են մեր կյանք, ես քեզ ամենատարածվածներն եմ ասում, բայց շատ բառեր կան, որոնք տարածված չեն։ Երբ որ հանրայինը նման եթեր է տալի անգլերեն բառերով կամ ինտերնետային սլենգով, ну, օքեյ, կոնտենտ է ստեղծում, մարդիկ ոնց են դրան վերաբերվում, չեն քննադատում։ Փառք Աստծո չէ։ Գիտես շատ բան է, շատ նուրբ է այդ գիծը, որ չհատես, այսպես ասած, համ հանրայինը իր իմիջը պահի իմիջային հարված չունենա, համ էլ հետաքրքիր լինի երիտասարդության։ Այդ դա սերունդների բախման պես բան է, գիտես, այն որ բան է, չէ, դու քո ծնողները դու քո երեխան, սերունդների տարբերություն կա, հիմա գնալով ավելի կրճատվում է, եթե ժամանակին համարվում էր 25 տարին է սերունդների տարբերություն տալիս, շատ տարիներ առաջ, հիմա 2-3 տարին էլ արդեն տարբերություն է տալիս։ Մտածողությամբ ամեն ինչով, նույնն էլ կոնտենտի սպառմանն է վերաբերվում։ Ու այստեղ խնդիր կա, որովհետև երբ որ մենք արտադրում ենք այդ կոնտենտը երիտասարդության համար, այդ երիտասարդությունը գալիս է, այն կոնտենտը, որ մենք հեռարձակում ենք, ինքը ասում է, ինչ է։ Դե օրինակ առաջին ակումբը եթե հանրայինով գնար, ինչ։ Առաջին ակումբը եթե հանրայինով եթեր գնար, ահագին տատիներ կսկսեն զանգեին դες։ Լսի, կարող է, այո, կարող է ոչ, բայց այնտեղ մենակ հիմա այդ դու մի օրինակ ես բերում, բայց այնտեղ մենակ այդ չլիքը բան կա, որ ես կարծում եմ ոչ եթեր հեռարձակվողը կարա գնա այդ կոնտենտի սպառողի մոտ, այսինքն երիտասարդական կոնտենտ սպառողի մոտ, ոչ էլ հակառակը, այն չի կարա գնա այնտեղ, որովհետև տարբեր սեգմենտներ են։ Դու ինչ որ դիտում ես եւ քո ծնողը եւ քո երեխան, հələ մի հատ պատկերացրի ինչ տարբեր են։ Դու ինչ ես սպառում, քո ծնողը ինչ կոնտենտ է սպառում, քո երեխան, իսկ հանրայինը որ պատկերացնենք, տենց տարբերություն չունի, մենք այսպես բոլորի համար ենք, որովհետև այդ որ ասում են հանրայինը, մեր հանրայինը, ես շատ ուրախ եմ, որ մեզ քննադատում են, ասում են մեր հանրայինն է։ Այդ մեր հանրայինը չի կարա լինի մենակ Նարեկի ճաշակով, չի կարա լինի մենակ իմ ճաշակով, ծնողների ճաշակով, բանը երեխաների ճաշակով, մենք պետքա բոլորի համար արտադրենք։ Այդտեղ գալիս է քննադատություն։ Այդտեղ դրամ կուզեի մի հատ հասկանանք այդ դեպքում հանրայինի առաքելությունը որն է, ինչի համար ինքը կա ու ինչի համար է բյուջեից այդքան գումար տրամադրվում ու օրինակ չգիտեմ նույն նոր ալիքը այդ դեպքում ինչի համար է ստեղծվել որտեղից է գալ այդ ստրատեգիան որ ստրատեգիա ինչ կոնտենտ պետքա տակ ինչ է նոր ալիքը ստեղծել ինչի է դե ստրատեգիան որպես այդպեսին սահմանում է տնօրենը այսինքն ես եմ սահմանում ստրատեգիան դա եղել է 5 տարի առաջ եւ մեր ստրատեգիան ինքը քարացած փաստաթուղթ չի որովհետեւ այնքան բան է փոխվել հələ 5 տարի առաջ հիշի ու հիմա ոնց շատ տարբեր է ու դրա համար այդ անընդհատ այդ կենթանի փաստաթուղթը ինքը անընդհատ update է լինում բայց գլոբալ ստրատեգիան դա է ու հանրայինը մատուցում է հանրությանը անհրաժեշտ կոնտենտ մենք ունենք այնքան կարգավորումներ այնքան պարտավորություններ ունենք դու որ դիտում ես եթերը դու կարող ես դա չզգաս բայց այնտեղ մենք պարտավորություն ունենք մշակութային հաղորդման, կրթական հաղորդման, բժշկական հաղորդման, մանկական հաղորդման, որոշ դեպքերում անգամ ժամն է ֆիքսված։ Օրինակ մանկական հաղորդումները պետք է լինեն ժամը 4-ից հետո։ Այսինքն սենց
այդ կարգավորումները, որոնք որ կան հանրայինի շուրջ, պարտավորությունները, օրինակ ազգային փոքրամասնությունների մասով հանրայինը պարտավորություններ ունի, այսինքն պարտավորությունների շարք կա, անհրաժեշտ հաղորդումների շարք կա, այդ այսպես ասած պարտադիր եթերացանցն է, որ ինչս կարա կպնես։ Հա։ Այդ դրանից հետո ու այդ պարտավորությունները, ես քեզ ասեմ, գնալով ավելանում են։ Անընդհատ հանրայինի պարտավորությունները ավելանում են։ Ֆինանսները այդքան էլ այդտենց։ Իսկ ով այդ պարտավորություններին հետևում։ Դրան հետևում է հանրային հեռարձակողի խորհուրդը, դա մեր վերահսկող մարմինն է։ Դրան հետևում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը ամբողջ դաշտի հեռուստատեսության եւ ռադիոյի դաշտի, այսպես ասած, բանն է, կարգավորողն է։ Եվ հետո ազգային ժողովը, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, բայց իրանք ավելի շատ բան են ծրագրային, բյուջետային քննարկումներով են զբաղվում, այսինքն օղակներ կան, որոնք աշխատում են, բայց այս պարտավորությունների շրջանակը շատ հստակ է ու եթե ու մենք ներկայացնում ենք ռիփորտներ։ Եթե ինչ-որ մի բան խախտեցինք, դա խնդրեմ է, նախազգուշացում, զգուշացում եւ այլն, այսինքն համակարգը որպես այդպեսին աշխատում է, մնացածը կրեատիվի եւ մոտեցման հարց է, ինչքան ես դու դնում, ինչքան ես օրինակ բժշկական հաղորդումը սենց պետքա լինի, թե սենց պետքա լինի, այս հաղորդումը սենց պետքա լինի, թե սենց պետքա լինի, բայց կա նաեւ այդ կտորը, որը որ կարաս նորարարության վրա տանես։ Ասինքն կոնտենտի մասով մեկը այդպես լավ ազատություն ունեք։ Իրականում հա, դա խորհրդում ենք քննարկում մեր կոնտենտը, բայց իրականում ունենք այդ ազատությունը ունենք ու մենք դրա համար ենք փորձում անընդհատ հասկանալ, թե մարդիկ ինչի կարիք ունեն, բայց դա չես պատկերացնի ինչ բարդ է հասկանալ մարդիկ ինչ են ուզում, որովհետեւ ոնց եք որոշում ինչ են ուզում։ Տես չեմ առանց ալիքի անուն տալու, բայց քեզ հենց օրինակ բերեմ, հարցում էին արել Հայաստանում փողոցում, ասենց բաներ։ Մենք ասում ենք vox pop։ Հարցում էին արել Հայաստանում, մարդկանց հարցում էին, որ ալիքն եք դիտում, մեծամասնություն տալիս էր ալիքի անուն, որի ռեյտինգը 0 է։ Չեմ ուզում անունը տալ։ Բայց այն որ բան է, որ բոլորը բողոքում են հայկական սերիալներից, բայց այդ սերիալները նայում են։ Հա։ Ռեյտինգներով նայում են, ես չեմ ասում այդ ռեյտինգները ճիշտ են ամբողջական, բայց մարդիկ բողոքում են ինչ որ բանից, հետո գնում են տունը, երբ որ այդ ոչ մեկ իրանց չի տեսնում, իրանք իրանց ուզածը նայում են, որովհետև այդ չափվում է, չէ, YouTube-ը լը բացի, նայ այդ որ բոլորն ասում են մշակութային հաղորդումների կարիք կա։ Համաձայն եմ, ծափ եմ տալիս բարձր, հետո գնում ես միացնում ես YouTube-ը, տեսնում ես այդ մշակութային հաղորդումը դիտվել է, ասենք, չգիտեմ, մի քանի 100 կամ 1000 մարդ, եւ մի քանի 100,000 մարդ դիտել է սերիալ, որի մասին բոլորը վատ բան են ասում։ Բայց որովհետեւ այ նույն կարծրատիպերից է, գիտես։ Նույն կարծրատիպերից է։ Հասկանում եմ, բայց հայկական վատ սերիալները։ Դրանով չես կարող մենակ ռեյտինգի հաշվի առնելով կոնտենտ տաս։ Չեմ ասում մենակ ռեյտինգի, դրա համար եմ ասում հանրայինը բալանսի մասին է։ Հանրայինը պետքա եւ ռեյտինգ ունենա։ Բայց մյուս կողմից է, եթե հաշվում եք մշակութային կա, բայց այդ մշակութայինը ոչ մեկ չի նայում, ինչի դրա վրա փոխծածում։ Ես ավելի ընդհանուր հեռուստատեսային դաշտի մասին էի ասում, որովհետեւ օրինակ կա հաղորդում, որը YouTube-ում կարողա չդիտեն, բայց եթերում դիտեն, կամ հակառակը կա հաղորդում, որը YouTube-ում դիտեն, որովհետեւ սեգմենտները տարբեր է, YouTube դիտողը հեռուստացույց դիտող չի։ Դե հա, այդ բարձ է։ Նույնն էլ հակառակը, դրա համար շատ դժվար է, ու մեր օրերում հատկապես կոնտենտի սպառումը այնքան տարօրինակ կարա լինի, որ երբեմն չես հասկանում ինչ են հիմա սպառում ընդհանրապես։ Մենք օրինակ այս վերջերս շատ լուրջ քննարկում էինք ու ես գնացել էի մեր արտասահմանյան գործընկերներից մեկին հյուր, ինձ ցույց տվեց մի հատ ֆորմատ, որից միտք առաջացա, որ մենք էլ այդ ուղղությամբ պետքա գնանք։ Դա short-er reels-er ֆորմատն է։ Հա։ Իրանք նկարում էին հաղորդումներ։ Մի 150 ջահել մարդ հավաքված մի հատ open space-ում, որը համ օֆիս էր, համ ստուդիա, այսպես մեծ տարածք էր։ Ամեն անկյունում մեկը հաղորդում էր նկարում։ Մի հատ գարդոն ֆոնին դրած, մեկը չգիտեմ, մի հատ կուկլա էր դրել, բան, սենց ինչ որ բաներ, ու իրենք կոնտենտ էին ստեղծում։ Ու այդ կոնտենտը սպառվում էր 100,000-ներով, միլիոնից ավել դիտումներ ունեին։ Իրանք այդ կոնտենտը մենակ արտադրում էին Instagram-ի էջի համար։ Ահա։ Ու այդ կոնտենտը ժամանակակից էր։ Ես չեմ ասում հանրայինը պետք է այդպեսին դառնա, բայց հանրայինը կարա նաև այդպիսի սեգմենտի համար ինչ որ մի բան ստեղծի։ Ինչի։ Որովհետև մի քանի տարուց հանրային դիտող պետք է լինի։ Այսինքն Ես չեմ ասում եթեր է, շատ կարևոր է, եթեր չէ, հեռարձակում չէ, հանրայինի կոնտենտ,
որովհետև այսօր ժամանակակից աշխարհում կոնտենտն է կարևոր, երբ որ մարդիկ տունը Netflix-ն նայում, ոչ մեկի հետաքրքիր չի ինչա հեռարձակվում։ Դա չի հեռարձակվում, դա մտնում ես, նայում ես։ Բայց այդ դեպքում էլ հանրայինը ինչի պետք է լինի, եթե մարդիկ ունեն կոնտենտ, աննորմալ քանակությամբ կոնտենտ կա, սպառում են, դու կարաս մի ստուդիայում 10 հատ TikToker դնես, ավելի շատ դիտում ունենան, քան մեծ որովհետև դիտումը չի կարևոր, այստեղ ես քո ասածով եմ պատասխանում։ Որովհետև դիտումը չի կարևոր միայն, նաև որակյալ բովանդակություն ներկայացնելը, նաև մի շարք պարտավորություններ կատարելը, նաև նորարարություն բերելը դաշտին, նաև գույն հաղորդ, այս այնքան պատճառներ կան, ես հիմա չեմ ուզում քեզ այն կլիշեավորված այն ստանդարտ պատասխաններից տամ, էլի, ես քեզ ասում եմ իրականում հանրային մեզ պետք է, որովհետև հանրայինը նախ այս դաշտի, այսպես ասած, ստեղծումը սկսել է հանրայինից, ի վերջո բոլոր հեռուստաընկերությունները ստեղծել են հանրայինից։ Հանրայինը կադրեր է միշտ տվել բոլորին։ Հանրայինը նորարարությունն է միշտ գնացել, հանրայինը ավելի համարձակ կարող է այդ ամեն ինչ անի, հանրայինը նոր շունչ է բերում շատ հարցերում, որովհետև օրինակ նույն նորալիքի օրինակը որ քեզ բերեմ, երբ որ մենք ներդրում արեցինք ու ստեղծեցինք դա 2 տարի առաջ, շատերը մեզ ասում են, սա ինչա, ինչ եք անում, ինչի եք տենց բանի մեջ ներդրում անում, ումա դա պետք։ Հիմա մի քանի հատ ստեղծվել են տենց այդ ֆորմատի, դա կոչվում է digital TV, որը մենք ավելի հասանելի ֆորմատով ենք սարքել բոլոր սոցցանցերում, ինքը կա տարբեր ֆորմատներով։ Հիմա այդ digital TV-ներից, այսպես ասած, մի քանի հատ կան հայկական, ու բավականին լավ ներդրումներով անում են, որովհետև տեղը ապագան, հասկանում ես, չի կարա մարդ ասի եթերն է ու վերջ, եթերով պետքա դիտեք։ Երիտասարդությունը գնում է, օրինակ, այս ինձ շատ է հետաքրքրում ու շատ է մտահոգում, որ մեր երեխեքը մուլտֆիլմեր դիտում են այլ լեզուներով։ Հա։ Ու այդ երեխեքի լեզվամտածողությունը այդ տարիքում լեզվամտածողությունը իրանց դառնում է այլ լեզվով։ Այդ երեխեքը սկսում են այլ լեզվով մտածել, այլ բառեր օգտագործել։ Եթե օրինակ երեխեք կան, որ թողնում են ժամերով այդ դիտեն, այդ երեխեքի հետ որ շփվես, կզգաս ինքը ուրիշ ձև է մտածում, իր մոտ տենց լեզուները բախում ունեն։ Հիմա ես կարծում եմ, որ մենք պետքա այդ տարիքի երեխաներից սկսած մենք ունենանք կոնտենտ, որպեսզի իրանք սպառեն ու դա լինի on-line, որովհետև այդ երեխեքը սովոր չեն, որ իրանք պետքա միացնեն, օրինակ ես ու դու նույն սերնդից ենք, մենք միացրել ենք ու սպասել ենք, երբ ինչ որ մի բան լինելու մեզ համար, չէ՞։ Մարսուպիլամին օրինակ, հա, տենց ինչ որ բաներ, ամենահայտնիներից մարսուպիլամին, հա, բայց հիմա որ ես եղբորս երեխեքին դա պատմում էի, իրանք ուշադիր լսում էին, թե ոնց եմ ես նստել ու սպասել։ Դից ուշադիր լսում էին, ասում են, իսկ ինչի՞ չէր միացնում ինտերնետով նայեր։ Հասկանում ես, ել չեմ պատկերացնում երեխեքը այդ ամեն ինչը, բայց այդ երեխեքը պետք է ունենան իրանց լեզվով կոնտենտ։ Կստացի որ մենք փոքր էինք, հանրային շատ ենք նայում, հանրայինով լավ մուլտիկներ կար։ Մեկ այդ մարսուբիլամիներ, ռոկեր մկները Մարսից հիշում ես։ Դա հանրայինով էր, թե ուրիշ շալիքով։ Չեմ հիշում, դա մարսուպիլամին հիշում եմ, որովհետև թարգմանությունն էլ ընկերս է արել, բայց այդ մեկը չեմ հիշում, որ դու ասացիր։ Դա շատ քիչ մարդ է հիշում, բայց ես չեմ հիշում, որ ալիքով էին այդ ցույց տալի։ Ռոկեր մկները Մարսից։ Ուրեք ռոկերներ էին, մկներ ու Մարսից։ Այդ ժամանակ բանել էր, կոնտենտն էլ էր ուրիշ է։ Հիմա որ նայում ես ժամանակակից, օրինակ մենք հեղինակային իրավունքով ձեռք ենք բերում այդ ամեն ինչը, մուլտերը, ֆիլմերը, բան եւ այլն։ Հիմա որ նայում եմ մեկ-մեկ ինչ են անում, ինչ են արտադրում։ Այն որ լավ Ինչ առումով։ Լավ թե վատ։ Դե գիտես, մեր այդ այն բան են պապիներից ոնց որ ենք մեր ժամանակ ինչ բան ենք խոսում հիմա, բայց այն ժամանակվանը կարող է մեզ համար է այդ հոգեարազատ, բայց ես վստահ չեմ, որ դա հիմա դնես երեխեքը հիմա դա կուզենան նային կամ առասարակ երեխեքը դա եթերով կդիտեն թե չէ, բայց ինքը լրիվ ուրիշ բանի մասին էր։ Հիմա մուլտերը լրիվ ուրիշ բանի մասին է։ Մենք մի հատ տենց բան ունեցանք, շատ խնդալու դեպք ունեցանք, ուրեմն մերանք մուլտֆիլմերի բան էին, այդ ձեռքբերումները որ անում ենք, նստում ենք, քննարկում ենք օրինակներով, բան, տենց մի հատ դեպք ունեցանք, ուրեմն այդ ձեռքբերվող ցանկում կար մի հատ մուլտ, որը ես գիտեի ինչ է այդ։ Դա 18+ մուլտֆիլմ էր։ Բայց քանի որ ինքը մուլտֆիլմերի շարքում էր, տենց հայտնվել էր այդ ցանկի մեջ։ Ռիկի Մորտին էր։ Չէ, Ռիկի Մորտին չէր, բանը Պոլնի Ռասկալբաս, կարծեմ ռուսերեն տենց էր կոչվում։ Շատ 18+ է, եթե տեսել ես, կիմանաս։ Չէ, բայց անունից པարզ է արդեն։ Շատ 18+ է, էլի ինքը տենց ուտելիքների մասին է, բայց ինքը շատ 18+ է, ինքը հայտնվել էր մեր ցանկում, որովհետև
հասկանես, ոչ մեկ կարա չպատկերացնի, որ կարա մուլտֆիլմ լինի, որը 18+ է։ Մեր առնվազն մենք որ դիտում ենք մուլտֆիլմեր, տենց մուլտֆիլմ դժվար լիներ 18+ էլի։ Դերևի մենակ բանն էր, Սիմփսոններն էր։ Լսի չէ Սիմփսոնները, այն ինչ որ ես հիմա քեզ ասում եմ, մի օր նայես, կհասկանաս, որ Սիմփսոնները անմեղ բան է։ Էսա ոդկասթից հետո կնա։ Հա, այդ Սիմփսոնները անմեղ բան է հավատա։ Հա։ Հետաքրքիր է։ Դա իրականում շատ կարևոր հարց է, այդ որ չգիտեմ այդ օրենքը ընդունվեց թե չէ, բայց քննարկում են որ կինոթատրոններն պետք է Բայց արդեն կարծեմ ընդունվել է մյուս տարվանից է։ 26 թվականից Ոնց որ մյուս տարվանից է, հա։ Դա էլ է շատ կարևոր, որովհետև այս վերջերս տենց տարբեր մարկանց հետ շփվելով մի քանի ֆոկուս խումբ արդյունքներ նայելով հարցումներ պարզ դառավ, որ օրինակ երիտասարդությունը մինչև 25 տարեկան շատերը ոչ ռուսերեն լավ գիտեն, ոչ անգլերեն ու իրանց կոնտենտի առումով շատ սահմանափակ են։ Իրանք անգամ չեն կարող գնալ կինոթատրոնում լավ կինո նայեն, որտեվ ռուսերենով այդ կինո կամ անգլերենով։ Ախր ես քեզ ուրիշ գաղտնիք ասեմ, մեր մոտ մենք շատ սպეციფიկ լսարան ենք կինոթատրոնների մասով եմ էլի ասում, եթե ֆիլմը չի լինում հայերեն, այցելուները շատ քիչ են։ Որ կինոթատրոն ուզում ես հարցրա, եթե ֆիլմը լինում է հայերեն, դաբինգ արած դե մենք չենք ունեցել, դաբինգ արած տենց շատ ֆիլմեր չենք ունեցել, բայց ունեցել ենք հայերեն լեզվով, այսինքն արտադրված ֆիլմեր, դրանք միշտ լավ են դիտվում։ Ու կա կարծիք, որ եթե ֆիլմերը դաբինգ արվեն հայերեն, ավելի շատ կդիտվեն այդ ֆիլմերը, որոնք որ հայկական չեն, բայց հայերեն դաբինգով են։ Բայց ես չեմ հասկանում ինչի չեն անում այդ։ Դե թանկ է շատ այդ process-ը, թանկ չի։ Լսի այդքան էլ թանկ չի։ Օրինակ հանրայինը ֆիլմեր դաբինգ անում է, Դե մենք արտադրական մակարդակի ենք անում, ինչ շատ դժվար է հիմա քեզ գին ասել մի հատի թարգմանության, դա պետքա հետո այդ ֆիլմի իրավատերերն ինչ որ պահանջներ կարող ունենան դաբինգի բան, այդ ամեն ինչը կարա քննարկվի, դրա ձեռքբերումն էլ կարող է թանկ լինի։ Բայց իմ տպավորությամբ դա կարա փոխի նաև իրանց ծավալները սպառման, որովհետև ես օրինակ գիտեմ մարդիկ, սփյուռքահայեր են հիմնականում մերձավոր արևելքից, որոնք չեն գնում կինոթատրոններ, որովհետև ռուսերեն չեն կարողանում դիտել, շատերը կան անգլերեն չգիտեն, օրինակ տեղեր կա ֆրանսիական գաղութներ են չէ եղել նախկինում, բայց ֆրանսերենն է իրանց մոտ օտար լեզուն, այդ մարդիկ Հայաստանում չգիտեն որտեղ գնան ֆիլմ դիտելու, որովհետև չկա։ Մեզ էլ են դիմում նամակներով, հանրայինին դիմում են, ասում են այս ֆիլմը կտակ հայերենով դիտենք, ասում ենք հեղինակային իրավունքի խնդրեմ կա, ոնց sense անենք, տանք դուք էլ տանեք, տանը նայեք, բայց այդ պահանջարկը կա։ Հասկացա։ Իսկ լուրերը ոնց է որոշվում, ինչ պետքա եթեր գնա։ Լսին, լուրերը ուրիշ պատմություն է, լուրերը օպերատիվ է։ Լուրերը, այսինքն, չգիտեմ, լրատվական խմբագրությունում ընդհանրապես հեչ եղել ես ֆիզիկապես։ Չէ։ Այդ newsroom ասված է։ Հա, չեմ եղել։ Որ լինես, մոտավորապես կհասկանաս, որ ինչ դաժան գործ է դա։ Դա շատ դաժան գործ է, որովհետև ես էլ եմ երկար տարիներ newsroom-ում աշխատել ու այդ տեմպը, այդ ստրեսը եւ այդ ամեն ինչի միջով անցնել ինքը բավականին բարդ է, այսինքն լավ պետքա ստրեսակայուն լինես։ Ու լուրերի դեպքում, երբ որ մեր լուրերի դեպքում հատկապես, իսկ մեր լուրերը ժամը 1 եթերում է, ուղիղ եթերում։ Սա շատ կարևոր է։ Մենք լրատվական ալիքով եւ on-line ժամը 1 update ենք անում լուրերը։ Եվ այդ տեմպի մեջ այդ խմբագիրները, ովքեր որի պաշտոնե կազմում են, մենք ասում ենք rundown, այդ եթերացանկ, այսպես ասած, որը որից հետո առաջ եւ այլն, այդ ամեն ինչը շատ արագ է լինում, որովհետեւ երբեմն եթերից եթեր 15 րոպե է տարբերություն լինում։ Իսկն այն մի լուրերը բրծավ 15 րոպեից սկսում է նոր թողարկումը update եղած։ Ու այդ տեմպի մեջ ինքը այնց մեծ թիմ է աշխատում ու դա շատ բարդ աշխատանք է։ Իսկ ինչ-որ framework կա, որ այդ framework-ով պետք է արվի անպայման։ Օրինակ, չգիտեմ, պետքա այս լուրը սրանից հետո գնա այս ժամին, այս լուրերը պետքա տանք, կարևոր իրադարձությունները prime time պետքա եթերացանց կա, հա, եթերացանց կա, որովհետև շատ հաճախ բանա մեր գործընկերները տարբեր ճամբարներից, օրինակ մեր լուրերից ես լսել եմ նույն ազգային ժողովում բողոքել են թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Տարբեր օրինակներով ամեն մեկը կամ, չգիտեմ, նամակ են գրել, զանգել, բողոքել են կամ տարբեր տեղեր խոսել են։ Այս իհարկե ինձ համար շատ կարևոր է, որ բոլորն են բողոքում, այդ նշանակում մի բան լավ է երևի, որ տենց է, բայց ընդհանուր առմամբ հարցդ կներես, հարցը ես մի քիչ շեղեցի։
Ոնց է որոշվում, որ լուրը պետքա գնա որ ժամին, Հա, կամ դե ինչը բան կա, պետքա եթերացանց լուսաբանվի, կա, ինչ նայ չէ։ եթերացանց կա, որը որ իր ժամերն ունի, օրինակ, չգիտեմ, կրթություն եւ մշակույթ լուրերի տեսանկյունից, էլի, չգիտեմ, տնտեսություն եւ այլն եւ այլն եւ այլն, այսպես գնում է։ Prime time-ի, այսպես ասած, հիմնական լրատվական ժամերի կառուցվածքն էլ ըստ օրվա կարևորության է, որովհետեւ տես օր կա, որ կարող է օրինակ ինչ որ մշակութային իրադարձություն լինի, որը մասշտաբի իմաստով ինքը լինի շատ կարևոր, անգամ քաղաքականից։ Բայց դե հիմնականում པարզ է քաղաքական բաներն են, իրադարձություններն են լինում, կամ օրինակ, չգիտեմ, միջազգային ինչ որ իրադարձություն կա, որը ամենակարևորն է այդ օրը։ Բայց մենք այս ամեն ինչին վերաբերվում ենք Հայաստանի տեսակետից, այսինքն մեր հեռուստադիտողը հիմնականում Հայաստանում է, մենք դրսի հեռարձակումներ ունենք, բայց մենք աշխատում ենք հիմնականում Հայաստանի հեռուստադիտողի համար։ Դրա համար մենք մեր տեսակետից ենք նայում, էլի, օրինակ, տեղ կա ինչ որ մի հատ միջազգային լուր կարա թոփ լինի, մեզ մոտ չլինի։ Դե օրինակ այդ մասով է քննադատություն կա, որ օրինակ հանրայինը շատ հայկական է այդ առումով, որ դրսից կարևոր իրադարձություններ, որ համաշխարհային առումով կարան ազդեցություն ունենան, մեր մոտ մարդիկ չեն իմանում։ Լսի, չեմ կարող այտենց վստահ քեզ հիմա բան ասեմ, բայց այ հիմա որ ասեմ օրինակ ասա, པարզ է օրինակ չես ունենա հիմա այս բանը ասելու, դրա համար էլ չեմ ասում, էլի։ Բայց մենք միջազգային անդրադարձ, մենք ունենք լուրերում միջազգային խմբագրություն, այնտեղ շատ փորձառու գործընկերներ են աշխատում։ Իրանք ֆիլտրում են ամբողջ միջազգային լրահոսը։ Մենք աշխատում ենք միջազգային գործակալությունների հետ, թե կադրեր ձեռք բերելու, թե ինֆորմացիա ձեռք բերելու իմաստով, մեր եվրոպական հեռարձակողների միության հետ ենք ինտենսիվ աշխատում։ Այդ ամեն ինչը հավաքում ենք, ֆիլտրում ենք, հասկանում ենք եւ ասում ենք հիմա այն բանն է, լավ, տեղականը հասկացա, մենք քարոզիչներ ենք, չգիտեմ ինչ ենք, բայց միջազգայինով ինչ է, ինչի։ Այսինքն էլի տենց բան է, էլի այս տվեցինք, այս չտվեցինք, չգիտեմ, այդ ինչի մասին կարա խոսքը գնա։ Իսկ թեմաներ կա, որ երբեք չի քննարկվում լուրերով։ Թեմաներ կա, որ երբեք չի քննարկվում լուրերով։ Ըստ դժվար է ասել, չգիտեմ։ Չէ, երևի էլի։ Հիմա տես թեման ակտուալ է, եթե եղավ կքննարկվի, եթե ակտուալ չի, այ ոչ ակտուալ թեմաները չի քննարկվում, որովհետև մեր մոտ իրադարձությունները այնքան շատ են։ Դու օրինակ լրատվական դաշտից չես, դու քո հանգիստ կյանքով ապրում ես։ Չէ, դե պարզ է, որ անընդհատ Եվ գալիս ես այս ոդքասթը տես անում, չէ։ Հանգիստ։ Հələ նայ լրատվության մեջ ապրողները։ Դե հա, իմ ընկերներից մեկը դրա այդ պատճառով օրինակ դուրս եկավ այդ ոլորտից, շատերը կան տենց։ Չեմ դիմանում էլ։ Ես էլ ունեի երկար տարիներ աշխատող ընկեր, որը դուրս եկավ, որովհետև ասաց, ես տեմպին չեմ դիմանում այլևս, որովհետև այդ պետք է այնքան ամուր նյարդեր ունենաս, որ մեր մոտ էլ իրադարձությունները այնքան շատ են ու այնքան արագ է զարգանում, այսօրվա ակտուալ թեման վաղը կարող է այնքան մոռացված լինի։ Ու թեման կարող է տևի օրինակ 2 ժամ, 3 ժամ, մեկ էլ անցնի գնա ուրիշ թեմա։ Սա հենց անընդհատ, այսինքն չես հասցնում այդ թեմայի հետևից, հասկանում ես։ Ես երբեմն օրինակ աշխատանքի բերումով չեմ հասցնում բան անեմ, հետևեմ լուրերին, հետո երեկոյան մեկ կամ չգիտեմ, թռիչքի մեջ եմ լինում, մեկ էլ բացում եմ, այնքան բան է սենց գալիս, չես հասցնում մարսես։ Շատ արագ է աշխարհի, ինֆորմացիոնը շատ արագ։ Իսկ ԱՄՆ-ում գործերը ոնց է։ ԱՄՆ-ում նկատի ունես մեր Ամերիկայի մասնաճյուղը։ Լավ, Ամերիկայի մասնաճյուղը ինչքան է տարի ու կես արդեն մենք բացել ենք։ Իհարկե մեծ չէ, տարի ու կեսից մի քիչ մեծ փորձությունների միջով անցանք, որովհետև Ամերիկայում էլ գրանցումը բավականին երկար տևեց։ Ահա, դες դու էլ գիտես Ամերիկայի շուկայից ծանոթ ես ինչքան բարդ է այնտեղ գրանցում անելը։ Բավականին երկար տևեց, բայց ի վերջո հաջողվեց եւ հիմա արդեն ամբողջությամբ կազմավորվել է, այսպես ասած, ընդեղի ալիքի խորհուրդը, ընդեղի տնօրենը ու մեզ գիտես ինչ էին քննադատում, այս շատ կուզեմ ասել։ Մենք բացման արարողություն արեցինք Լոս Անջելեսում, այդպես բավականին մեծ, այսպես ասած, բացման արարողություն արեցինք, բայց համեստ։ Որ ներկայացնենք, որ առաջին ալիք Ամերիկան, մեր բրենդը առաջին ալիք Ամերիկան է Միացյալ Նահանգներում, գալիս է եւ հեռարձակվելու է, մեզ հետո ասեցին մինչեւ էդ էլ կար։ Մինչեւ էդ կար, բայց դա հանրայինին չէր պատկանում։ Բրենդը առաջին ալիք Ամերիկա չէր, հանրայինի միջազգային ալիքի բրենդով էր հեռարձակվում։
բայց այդ դա մեզ չէր պատկանում, մենք դրա տերը չէինք, մենք ոչ եթերի տերն էինք, ոչ դրանից ստացվող եկամուտների տերն էինք, այսինքն գովազդից Այսինքն ինչ-որ մեկը վերահեռարձակում էր եւ պայմանագիր կար, որ մենք, չգիտեմ, $4,000 ենք կարծում ստանում ամիսը։ Այդքան եթեր վերահեռարձակումը։ Մեկ ամսվա եթերը, հանրայինի կոնտենտի վերահեռարձակումը $4,000 էր։ Հիմա տես, էլի նորից նույն քննադատությունը, դուք բան եք անում, տենց եկել եք բարձր գոռում եք, տեսեք հանրայինը մտավ Լոս Անջելես, բայց դա հանրայինը շուտվանից կար Լոս Անջելեսում։ Հանրային հեռուստաընկերությունը երբեք իր պատմության մեջ ինքը իրեն չի ներկայացրել Լոս Անջելեսում, երբեք։ Այ դրա համար էլ մենք այսքան խնդիրների բախվեցինք։ Դիտողի համար ինչ տարբերություն վերահեռարձակվում է թե առանձին ստուդիա է։ Լսի գիտես ինչ տարբերություն, որ երբ որ դու գովազդ ես հեռարձակում, այդ գովազդի բանը եկամուտը չի գնում օրինակ հանրայինին, եւ դու դա չես կարող օգտագործես տեղում կոնտենտ արտադրես։ Իսկ ես կարծում եմ, եթե մենք այնտեղ ունենք տենց համայգև այնտեղ հեռարձակվելու հնարավորություն, ապա պետք է հեռարձակվենք, գովազդել ունենանք տեղական, այդ գումարը ներդնենք այդ ընկերությունը զարգացնենք, ստեղծենք կոնտենտ տեղի մարդկանց համար, այսինքն ինքը հանրայինը նրա համար չի, որ Լոս Անջելեսի կամ Կալիֆոռնիայում ենք մեր հեռարձակվում, Կալիֆոռնիայի հայերի համար չի ստեղծված, բայց մենք իրանց էլ ենք հասել, այսինքն իրանց էլ ենք կարողանում մատուցել ու ինստիտուցիոնալ տեսանկյունից ավելի ճիշտ է, որ դու ունենաս քո մասնաճյուղը այնտեղ եւ դու այդ ամեն ինչը աշխատացնես քո պատկերացրած ձևով, օրինակ ոչ թե հեռարձակվես այս մի բուր տարածքում, այլ հեռարձակվես, ասենք, ավելի մեծ տարածքում, որը Կալիֆոռնիայի նահանգն է։ Կամ չգիտեմ, գովազդաս, կոնտենտ արտադրես հատուկ, այս ամեն ինչը ես կարծում եմ կարևոր է ու մենք մեզ ներկայացրեցինք այնտեղ, դա շատ կարևոր է։ Բայց այդտեղ հեռարձակումը հենց տեղի հայերի համար, ասինքն անգլալեզու կոնտենտ չեք տալի, չէ՞։ Չէ։ Հանրային ընդհանրապես անգլալեզու կոնտենտ տալու իրավունք կամ արտի նման չեք ուզում տարբեր լեզուներով։ Մեր հանրայինի մասին օրենքով մենք իրավունք չունենք այլ լեզվով կոնտենտ տալու։ Հետո ընդունվեց օրենք ազգային փոքրամասնությունների մասով, բայց մենք այլ լեզվով կոնտենտ իրավունք չունենք տալու։ Եթե անգամ տալիս ենք, օրինակ չենք հասցնում թարգմանենք պայմանական ինչ-որ հարցազրույցա, ով հայերեն չի խոսում, մենք դա բան ենք անում, ծիտրեր ենք տեղադրում, որպեսզի այդ մարդու խոսքը հայերեն փոխանցվի, որովհետև հանրայինը իրավունք չունի, օրինակ մեր ֆիլմերը բացառապես հայերեն են, սերիալները բացառապես հայերեն են, հանրայինը այդ իմաստով ունիկալ է։ Հասկացա։ Բայց բացի եթերից նաև հանրայինը անում է տարբեր միջոցառումներ, թվում Եվրատեսիլը, Վարդավառը, Ֆեստիվալը, Վարդավառ, չէ, այտենց առաջին մարդը չես։ Գիտեմ, որ շատերն են այտենց ասում։ Շատերն են ինձ ասում, այն ձեր Վարդավառը, ասում եմ, հա։ Դրա համար ասեցի ու պաուզա տվեցի։ Այդ ինչ մասնակազմում ալիքի։ Եվրատեսիլը երևի մանկական Եվրատեսիլ, չէ՞ նկատի ունեիր։ Նախ մեծ միջոցառում իրանք իրար հետ կապված են։ Ես քեզ ասեմ, իրանք իրար հետ կապված են։ Ոնց, օրինակ, ինչի որոշեցիք, որ այդ ֆեստիվալը պետք է հանրային անի մարզերում։ Հեսա կպատմեմ։ Տես, ուրեմն հետևյալն է, երբ որ մենք արեցինք մանկական Եվրատեսիլը 2022 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ մենք մեծ ծրագրեր ունեինք ու ուզում էինք Հայաստանը ներկայացնենք, այս հնարավորությունը օգտագործելով Հայաստանը ներկայացնենք աշխարհին ու հատկապես Եվրոպային, որպես ժամանակակից, որպես լավ միտք ունեցող, այսինքն կրեատիվ այդ ամեն ինչը կազմակերպող եւ մենք նաեւ ուզում ենք ցույց տալ մեր հնարավորությունները, որ տեսեք Հայաստանը կարող է sense բաներ կազմակերպի։ Եվ եթե կհիշես 22 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած մանկական Եվրատեսիլի ծավալները, դա մանկական Եվրատեսիլի պատմության մեջ, եթե չեմ սխալվում, մինչ այս պահը ամենամասշտաբայինն է։ Դե ահռելի էր, հա։ Ահռելի էր։ Ու երբ որ այնտեղ կար օրինակ փոքր իրադարձություն պայմանական բացման արարողությունը, մենք դա արեցինք Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ։ Ես հիշում եմ մեր Եվրատեսիլի ղեկավարը ինձ հետ կանգնած էր մեր այդ PTS-ի մոտ ու նայում էր ինչքան մարդ է հավաքվել, ասում էր լուրջ ձեզ մոտ մանկական Եվրատեսիլը այսքան սիրում են։
Պոպուլյար է, հա։ Հա, սենց պոպուլյար է, իրական պոպուլյար է, բայց Հայաստանում։ Ու այդ մանկական Եվրատեսիլը մենք ուզում էինք մեծ անել, ու այն ժամանակ դիմեցինք կառավարությանը, դիմեցինք մշակույթի նախարարությանը, ասացինք մեզ աջակցություն է պետք, որպեսզի մենք մասշտաբային Երևանի քաղաքապետարանին դիմեցինք, ոչ միայն ֆինանսական, ինքը հսկայական կազմակերպչական ռեսուրս էր, այդտեղ շատ մարդիկ էին ներգրաված, որ պատկերացնես օր կար օրինակ միայն մարզահամերգային համալիրի տարածքում, որը հիմնական միջոցառման վայրն էր, 1000-ից ավել մարդ էր աշխատում, staff։ Դա միայն համալիրի տարածքում, ել չեմ ասում հրապարակի միջոցառում, ել չեմ ասում, որ մենք այդ օրերին Երևանի մետրոն էինք փակել եւ ներսում իրադարձություններ տեղի ունենում մանկական Եվրատեսիլի հետ կապված, որը հանրային չէր այդքան։ Այսինքն այն ինչ որ տեղի ունեցավ մանկական Եվրատեսիլին ու այն ինչ մենք ցույց տվեցինք մեր գործընկերներին եւ Եվրոպայում ինքը 30 միլիոնից ավել դիտում ունեցավ, նկատի ունեմ ուղիղ եթերում դիտումները հեռուստատեսությամբ եւ այդ առաջին մանկական Եվրատեսիլն էր, որը հեռարձակվում էր BBC 1-ով, RAI 1-ով, այսինքն ինքը բավականին մեծ հեռարձակում ունեցավ ու մենք այդտեղ ներկայացրեցինք մի հատ ուրիշ որակի Հայաստան։ Ինչքանով արդարացված տես մեծ ներդրումներ անել այդ տիպի Ես այդ նույն հարցն եմ, որ ասում են ինչքանով արդարացված Ջենիֆեր Լոպեսին բերել Հայաստան։ Ես կարծում եմ արդարացված է, որովհետև եթե մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել աշխարհում եւ մեզ չի, օրինակ, երբ որ գնում ես դուրս ասում ես հայ եմ, ինչ են քեզ ասում։ Ռոմենիա։ Ահա, այդ մեկ։ Այդ գիտես ինչներ խնդալու, որ գնացել էի Ռումինիա ու ինձ ասում էին որտեղից ես, ասում էի Արմենիա, ասում են Ռումինիա, ասում եմ Ռումինիա եմ եկել էլի, որ ասում եմ։ Չէ, Ռումինիա, Ալբանիա կամ օրինակ շատ հաճախ ինձ ասում են հայ, մենք լսել ենք ցեղասպանության մասին։ Դե օրինակ բանը Բայց ինչով ենք մենք հայտնի կամ ինչի պետքա տուրիստը գա Հայաստան, կարաս ինձ բացատրես։ Բայց միջին տուրիստը չի նայելու Եվրատեսիլի, Եվրատեսիլ չեմ ասում, չէ, միջին տուրիստը կարա նայի Եվրատեսիլ եւ տեսնի, այնտեղ Հայաստանի գովազդը, դու Եվրատեսիլը տեսել ես։ Ամեն երկրի ելույթից առաջ Հայաստանի գովազդը։ Այդ ինչքան փող մենք պետքա տայինք, որ Եվրոպայի առաջատար ալիքներով 2.5 թե 3 ժամ անընդհատ Հայաստան գովազդվեր եւ ուղիղ եթերում Հայաստանի մասին խոսվեր։ Դա բան չի, միայն երաշտական միջոցառում չի, դա նաև երկրի գովազդի միջոցառում է։ Այդ երկրները ինչ են ուզում բոլորը, որ իրանց մոտ արվի, որ իրանց երկիրը անունը դուրս գա, իրանց երկրի մասին լսեն։ Մենք այդ հնարավորությունը ունեցել ենք այս ձևով, ու նույն ոնց որ Ջենիֆեր Լոպեսի համերգն է, որ այդքան քննադատվեց, ես կարծում եմ քիչ է, պետք է ավելի շատ լինի, որովհետև ես այդ օրը հիշում եմ կենտրոնում ինչ էր կատարվում։ Ես եկել եմ անցել եմ այդ տարածքում, ստադիոնի տարածքում, ասենց ասեմ 90% ում ես փողոցում տեսա այդ հատվածում հայ չէին։ Դե դրսից շատ էին եկել, Վրաստանից էլ էին եկել։ Եթե մենք ուզում ենք տուրիզմ զարգանալ, հիշում ես ժամանակին էլ ասում են ինչ են բոլոր համերգները Վրաստանում, Հայաստանում ինչի համերգ չի լինում։ Հիմա Հայաստանում լինում ասում են ինչի են Հայաստանում լինում։ Վրաստանում, երբ որ համերգներ են անում, իրանց մոտից էլ դոտացիա կան, այնց չի որ այդ երկիչները գալիս են, իրանց համերգը տալիս են, տոմսերի վաճառքով այդ կազմակերպում գնում են։ Ոչ, կա դոտացիա, որովհետև մեր նման երկրներում նկատի ունեմ փոքր բնակչության իմաստով հնարավոր չի ուրիշ ձև։ Դե Սաուդյան Արաբիան Էմիրությունները հիմա ստրատեգիան շատ են օգտագործում։ Իրանք ընդհանրապես պետական գումարով են անում։ Բայց այդ նորմալ է, մենք գիտես, այս ամեն ինչի մասին պետքա բաց խոսանք, ի վերջո վատ էր որ եկավ Ջենիֆեր Լոպես, ինչով էր վատ։ Կամ վատ էր որ մանկական Եվրատեսիլը տենց մեծ եղավ, միգուցե մեզ ասեն լավ շատ ճոխ է։ Դե նա հիմնական է, գիտես, որովհետև կներես, որովհետև եթե մենք չանենք տենց մակարդակի միջոցառում, իսկ այդ միջոցառման մասին մինչև այսօր խոսում են։ Դրանից հետո Հայաստանին չէին տա այն բոլոր միջոցառումները, որ հիմա տալիս են։ Ես մեր մասով եմ ասում, օրինակ մենք անում ենք մյուս տարի դասական Եվրատեսիլ, որը մասշտաբներով ավելի փոքր է, բայց մեր գործընկերները, եթե մանկական Եվրատեսիլը մենք հաղթել ենք ու գալիս էր Հայաստան, մեզ անընդհատ գիտես ինչ էին ասում, ասում են, բայց դուք կարա կանեք։ Եկել էին Հայաստան, նայում էին մեզ, ասում էին դուք կարա կանեք։ Մի անգամ եղել է։ Եթե ասեմ, ասում եմ հարցի մոդել ա եղել, որ արդյոք մենք կարանք դա անենք ու որտեղ պետք է անենք։ Ես քեզ մի հատ գաղտնիք բացեմ, սեպտեմբեր ամսին 22 թվականի, երբ որ ջերմուկի իրադարձություններն էր գնում, այն ժամանակ մեր եվրոպացի գոլեգաները այդ իրանց բոլոր մտահոգությունները հաշվի առնելով, որ բայց դուք կարա կանեք, լավ, ես չգիտեմ, ձեր մոտ կստացվի ինչ որ միջոցառում կազմակերպել,
մի հատ էլ ջերմուկի իրադարձություններ եղավ։ Ինձ մի օր զանգեցին, ասեցին կներես, բայց ձեր միջոցառումը տեղափոխվում է Լեհաստան։ Ասում եմ այսինքն։ Ասում եմ, հա դուք կգաք մանկական Եվրատեսիլ կկազմակերպեք, բայց Լեհաստանում։ Ասում եմ այսինքն։ Տենց մի հատ դեպք ունեցել ենք մենք Ուկրաինան հաղթեց, Եվրատեսիլը անցկացվեց Լիվերպուլում, Մեծ Բրիտանիայում։ Բայց ինքը Ուկրաինայի գույների ներքո էր, բայց այնտեղ ամեն ինչ բրիտանացիներն էին կազմակերպում, կարծեմ բացի 1 թե 2 հաղորդավարից։ Նույնը առաջարկում էին մեզ մոտավորապես, որ Լեհաստանում կազմակերպվի, դուք այդ գումարը բերեք Լեհաստանում ծախսեք, թող դա կոչվի Եվրատեսիլ, դու պատկերացնում ես, դա ինչ խայտառակություն կլիներ։ Որ մենք մեր մոտ Եվրատեսիլ անվտանգային հարցերից բարձրացրած, մինչև արտադրական կարողություններ, մասնագիտական, ձեր դահլիճը լավը չի, այսինչը կիսատ է, այսինչը սենց է, ինչը նենց է։ Մենք մի ամիս շարունակ այդ բանակցություններն ենք տանում իրանց հետ, որ մենք ուղղակի կհրաժարվենք, եթե դուք տանեք Լեհաստան, մենք չենք անցկացնի։ Ու միայն այդ իրանց հետ պահեց, որ իրանք Երևանից չհանեցին դուրս մանկական Եվրատեսիլը, իսկ դա ես կարծում եմ այդ ժամանակ շատ կարևոր էր, որովհետև այդ գիտես տրամադրություն է փոխում մարդկանց մոտ։ Այդ մարդկանց մի հատ էլ տենց դրական լավ ազդակ է տալիս, որովհետև ես որ հիշում եմ ինչքան տենց հպարտ էին մարդիկ, որ սենց միջոցառում է անցկացվում Երևանում, իսկ դա տենց մի քիչ էլ ամանորի հետ էինք կպցրել, դարձել էր ինքը տենց ամանորյա հեքիաթ, տենց մասշտաբներով մարդկանց մոտ դա շատ լավ դրական ազդակ է գալիս, իսկ մեզ ես կարծում եմ հիմա հատկապես այն ժամանակ պետք էր շատ այդ դրական ազդակները, ու այդ դրական ազդակը եղավ, դրա համար ես կարծում եմ, որ այո, այն գումարը, որ ծախսվում է տենց միջոցառումների վրա, դա արդարացված է, նպատակային իմաստով չեմ ասում, պետքա միշտ ստուգել այդ գումարները եւ հասկանալ ոնց է ծախսվում, այդ իմաստով չեմ ասում, բայց պետքա տենց ծախսեր անել, որովհետեւ դա էլ է պետք։ Եվ վերջում մարդիկ պետքա նաև ժամանց ունենան, պետքա ուրախանան։ Եվ այդպես շարունակ։ Այդ ֆեստիվալն է։ Հա, ֆեստիվալ կներես կիսատ թողեցի։ Հա, երբ որ մանկական Եվրատեսիլը ավարտվեց, այդ մասշտաբները, որ մենք արեցինք, ավարտվեց, մենք առաջին անգամ տենց մեծ միջոցառման կազմակերպիչ էինք, ուղիղ ոչ թե հեռարձակող, որովհետև մինչև այդ մենք տարբեր բաներ կազմակերպում ենք, բայց հիմնականում մեծ միջոցառումները մենք գալիս էինք, նկարում էինք, հեռարձակում էինք, մենք չենք կազմակերպում։ Ու այդ ժամանակը համընկավ բանի հետ, սկսել էի մարզեր գնալ, տենց մի հատ շատ լավ պատմություն կար մի մարզային Գեղարքունիքի մարզի, Գեղարքունիք գյուղի դպրոցական գրադարանի մասին, այդտեղից է սկսել այդ պատմությունը, դա մանկական Եվրատեսիլից հետո էր։ Մի անգամ լսեցի երկու գրադարակիչ խոսում էին իրար հետ, որ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում կա մի կին, որը գրադարանավար է, եւ ինքը երեխաներին ոգևորել է գրքեր կարդալ, դպրոցական գրադարան էր։ Եվ ոգևորել է գրքեր կարդալ, երեխաները բան են անում, գրքեր են կարդում եւ ծավալները այնքան է մեծացել, որ երեխաները տանը վարակել են իրանց ծնողներին, ծնողներն էլ են եկել սկսել գրքեր կարդալ ու այդ դպրոցում աշակերտ ավելի քիչ էր սովորում, քան այդտեղ գիրք վերցնող եւ կարդացող կար, այսինքն գրանցված գրադարանում։ Հետո քանի որ հին սովետական գրադարան էր, ինչ էր արել այդ կինը, երեխեքին հավաքել էր, բարձրացել էին սարեր, հենց գյուղի կողքը սար է։ Այդ սարերից քաղել էին խոտաբույսեր, իրանց ձեռքով սարքել էին ասես պուճուր տուփեր ու գրել էին վրան այդ ինչի համար է օգտակար այդ սարի այդ թեյը։ Ու տենց վաճառել էին կոպեկներով, վաճառել էին ու առել էին մի քանի հատ գիրք։ Ես լսեցի, զարմացա։ Շատ ֆանտաստիկ պատմություն է, բայց այդ սկիզբն եմ քեզ պատմում։ Հետո ինչա լինում։ Ես զանգում եմ այդ հրատարակիչներից եմ լսում, հետաքրքրվում եմ, գտնում եմ այդ կնոջ համարը, զանգում եմ, ինքը ինձ պատմում է, որ այո, դա ճիշտ է։ Դե ասում եմ, որ ճիշտ է։ Գնում եմ այդ գյուղ, գտնում եմ այդ կնոջը, տենց բաներ ունեի, տարբեր նվեր գրքեր ունեի, այդ գրքերն եմ իրանց նվիրում ու նստում ենք խոսելու, այս կնոջը բանա, չի հասկանում ինչի եմ եկել։ Այն որ ասում է, իսկ չես եկել էլի մոտավորապես, որովհետև իրան թվում է ես եկել եմ, որ իրանց նկարեմ, հատկապես որ գիրք եմ նվիրում, իրան թվում է իրանց պետքա նկարեմ, բայց տենց եկել էի ուղղակի ծանոթանալ։ Հետո գնում են գրախանութից գրքեր են առնում, այս մարդիկ հուզվում են, սկսում են պատմել ու մի հատ մեղ տենց արտահայտություն արեցին իրանք, երբ որ արդեն տենց նստած էինք ու իրանք այդ օրվա իրանց այդ ընդմիջումն էին ոնց որ բերել, պանիր, լավաշեր ու թեյ, այդ սարի թեյից։
նստած բան ենք անում, խմում ենք, այդ իրանց հին գրադարանում են, ինչ-որ սովետական sense պոլկեկ կա, sense երկար նեղ։ Պատկերացրա ամբողջ սենյակ այդ պոլկեքից է sense շարած, այդ միջավայրում նստած ենք կիսա ջարդված աթոռների վրա, այդ թեյն ու հաց ու պանիրը ու խոսում ենք ու մթնում է ձմեռ էր։ Մթնում է ու տենց մի քիչ sense հույսի պակաս է զգում։ Ու այդ մարդկանցից մեկը ինձ ասում է, գիտես ինչ ենք զարմացել, որովհետև մենք ոչ մեկի հետաքրքիր չենք։ Ասում եմ, ինքը ոնց որ Քյավառից դեպի Մարտունի կողմ վերջին գյուղն էր, հետո Սարեր, Մարտունի Սարի հետևն էր, տենց ճանապարհ չկար, տենց ոնց որ վերջին գյուղն է դեպի Սարը ու տեղ քիչ մարդ է գալիս գնում, ասում են մենք ոչ մեկի հետաքրքիր չենք, մեր մոտ ոչ մի բան չի կատարվում, դրա համար ենք ոնց որ զարմացել էս ինչա կատարվում։ Այդ արտահայտությունը sense անընդհատ գլխումս պտտվում էր։ Հետո իհարկե մենք հանրայինով շատ օգնեցինք այդ գրադարանը, վերանորոգեցինք, գրքեր նվիրեցին տարբեր բիզնեսմեններ, գործընկերներ, բայց այդ միտքը մնաց։ Ու երբ որ քննարկեցինք, զարգացրեցինք այդ միտքը, ինչի մարզերում մարդիկ sense են մտածում, ինչքան տեղեր կա, որ մենք չենք եղել ընդհանրապես։ Հələ պատկերացրա Հայաստանում դու մարզային քաղաքից ես, դու ինձ ավելի լավ կհասկանաս։ Տես Վանաձոր, Գյումրի, հələ սրանք հայտնի քաղաքներ են։ Կան քաղաքներ, օրինակ Եղեգնաձոր կյանքում եղել ես կամ եղել ես։ Դե ես ինձ թվում է լավ օրինակ չեմ, որովհետև Հայաստանում շատ տարբեր տեղեր։ Լավ, դու լավ օրինակ չես։ Ամեն ինչ եմ, լավ օրինակ չես, բայց դու տենց մարդիկ, միջին վիճակագրական մարդիկ չեն գնում, Հայաստանում քաղաքներ չեն գնում, այն որ մենք անընդհատ գնում ենք դուրս, գնում ենք տարբեր տեղեր, բայց մենք Հայաստան չենք գնում, չենք ճանաչում։ Կովիդի ժամանակ մի քիչ ներքին տուրիզմը զարգացավ, Էդ էլ էր քիչ, լսի, էդ էլ էր քիչ։ Բայց այն պատմությունս ավարտեմ, ուրեմն այդ դրանից հետո սկսեցին քննարկել, ես էլ զուգահեռ սկսեցի շրջել, տենց շրջում էի տարբեր տեղերով ընկերների հետ, բան, ծանոթանալու Հայաստանի քաղաքների, տենց միտք առաջացավ, իսկ ինչի մենք չենք կազմակերպում միջոցառումներ մարզերում։ Ու այդ ամեն ինչը նկարենք, մեծ ուրախոր լինի, բայց դա լինի համերգ։ Հետո տենց քննարկեցինք, այդ առաջարկը ներկայացրեցինք նախարարությանը, որ ուզում ենք մարզում անենք համերգ։ Կօգնեք մեզ, մենք ռեսուրսը դնենք, կոպիտ ասած աշխատուժը մեր կողմից լինի, կազմակերպչական, դուք ֆինանսավորեք BM, Ձայն, Լուիս, արտիստներ եւ այլն, նախարարությունը համաձայնվեց։ Քննարկումների ընթացքում այդ մի հատ համերգը դարձավ 3 տեղ, հետո դարձավ տարբեր քաղաքներում, տարբեր դատաներով, առաջինն էլ արեցինք քո սիրելի Վանաձորում։ Չգիտեմ այդ ժամանակ այդտեղ ես եղել թե չէ, բայց ես հիշում եմ ինչ աժոտաժ էր այնտեղ։ Չէ, բայց Ռոլանդի հետ խոսացինք, Ռոլանդը ասաց ֆանտաստիկ էր։ Այ հասկանում ես, Ну որպես արտիստ իրան շատ դուր էր եկել այնտեղ։ Տես որպես քաղաքը ոնց էր իրան ընդունել, էլի։ Գիտես ինչի՞ց է։ Արտիստները բոլորն են այդպիսի ռեակցիա տալիս։ Մենք, մեր թիմը, բոլորիս համար դա գիտես ինչ նոր էմոցիա է։ Տես դու վստահ եմ գիտես մարզում էմոցիան ու այդ անկեղծությունը ուրիշ է։ Մենք Երևանում ուրիշ ձև է։ Երևանում որ համերգան ես, տենց կարողա ծափել չտան, որովհետև դե քո գործն է երգում ես։ Շատ եմ հիմա սուր ասում, բայց տենց է մարզերում մարդիկ կարիք ունեն, սպասում են ու դա լավ չի, դրա համար էս միջոցառման իմաստն էր, որ մշակույթը գնա դեպի մարզեր։ Հետո ավելացրեցինք այդ այսպես ասած բանը ուտելիքի, խմիչքի տոնավաճառը տեղական, հետո ավելացավ այդ տուրիստական կտորը ամբողջական ու ինքը դարձավ տենց ուրախ 3 օր մարզերում։ Հետո այդ ֆեստիվալ բառը քաղաքականացվեց, տենց մեզ ինչու մասս չմեղադրեցին ու եսիմ ինչ, բայց մենք շարունակում ենք այդ միջոցառումը անել անկախ դրանից, որովհետև մեկ-մեկ գիտես նենց բաներ ես լսում։ Ասենք տես այսքանից պատմում եմ պարզ անմեղ ուրախ միջոցառում է, չէ՞։ Մեկ-մեկ նես բաներ ենք լսում։ Ասում ես լավ ինչի։ Լավ, բայց տարեխի սեպտեմբերի 13-ին օրեցիք։ Լսի, այդ հարցը էլի են տվել։ Երբ որ մարդիկ շատ են վրթովը։ Մեր գործընկեր լրատվամիջոցներից էին, լրատվամիջոց էր կոնկրետ, եթե չեմ սխալվում, դրա մասին գրել ու այդ քննարկումը գնում էր։ Տես հետեւյալն է եղել։ Երբ որ մենք քննարկում էինք օրերը մենք ֆիքսում ենք շատ ավելի վաղուց, կարծում եմ պատկերացնում ես։ Երբ որ մենք ֆիքսում էինք օրերը, այդտեղ մի հոգուց չի կախված։ Այդտեղ կա տեխնիկական մաս, այդտեղ կա լույս, ձայն, այդ ինչ որ թվարկում եմ, այդտեղ կա արտիստ, կա back vocal, կան երաժիշտներ, այդ ամեն ինչը երբ որ համադրում էինք իրար հետ, հարմարվում էր մենակ այդ օրը։ Ու այն ժամանակ անկեղծ լինեմ, մենք չենք ֆիքսել, որովհետև մենք քննարկում ենք բավականին վաղուց։
ու երբ որ բոլորին հարմարվեց այդ օրը, ու ինքը գիտես ոնց է միջոցառումը միշտ լինում է շաբաթ օրը։ Միայն այս անկախության օրը 21-ը Կիրակի էր, դրա համար Կիրակի արեցինք։ Մնացած բոլոր ֆեստիվալները շաբաթ օրն է։ Շաբաթ օրներ մենք ֆիքսեցինք։ Ու ամենևին տես նպատակ չկար էլի ինչ որ վիրավորելու կամ ինչ որ սխալ բան անելու, չէ, չկար, ասենք ոնց են պատկերացնում հակառակը էլի։ Մի քիչ կպատմես ինչ է սպասվում հանրայինի ապագան, ինչ պլաններ ունեք, ինչ եք ուզում անեք, ոնց է վերափոխվելու։ Տես, նաև շատ կարևոր է ապագայում, թե մենք ինչով ենք աշխատում, այսինքն ոչ միայն որտեղ ենք ներդրում անում, այդ դիջիտալը եւ այլն, այլ նաև աշխատանքի հնարավորությունները, թե ինչը քեզ տալիս։ Օրինակ, այն ինչ որ ունի հանրային այսօր, դա պատմությունից ժառանգած այն ամեն ինչն է, ինչ որ մենք ունենք։ Դա չգիտեմ, մեր հարուստ արխիվն է, մեր շենքերն են, մեր տարածքներն են, մեր մարդիկ են, ամենակարևորը, այս ամեն ինչը հանրայինի ռեսուրսն է, որը շուտով կլինի 70 տարի, որ կուտակվել է այդտեղ։ Ու մենք օրինակ դրա համար նաև բացեցինք մեդիա ակադեմիա եւ որոշեցինք, որ մենք պետքա անվճար փոխանցենք այդ գիտելիքը նաև երիտասարդներին եւ այդտեղից ընտրենք մեզ գործընկերներ եւ հիմա 50-ից ավել աշխատակից ունենք ակադեմիայով, բայց նաև շատ կարևոր է թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում ու ես շատ ուրախ եմ, որ նույն 70-ամյակին մենք ունենալու ենք հանրայինի նոր մասնաշենքը, որը Հայաստանում առնվազն, եթե ոչ տարածաշրջանում ամենամեծ ստուդիան է լինելու ժամանակակից տեխնիկայով եւ սա մեզ մի հատ նոր level է տեղափոխելու հեռուստաարտադրության ոլորտում, հատկապես մեծ հաղորդումների, մեծամասշտաբ հաղորդումների, որովհետեւ այն ինչ որ մենք կունենանք, իսկ հանրայինի տարածքում, որ պատկերացնես, անկախության շրջանից սկսած ոչինչ չի կառուցվել։ Մենք ոչ մի բան չունենք։ Ինչ որ բաներ վերանորոգվել է տարբեր տարիներին, հիմա էլ ինչ որ բաներ վերանորոգվում է, բայց գլոբալ իմաստով այդ ամեն ինչը ինքը այլ ստանդարտներով կառուցված, այլ ժամանակաշրջանի համար տարածքներ են, նույն ստուդիաները, որոնք փոքր են, որովհետև սովետական տարիներին այդպես է եղել։ Եվ հիմա այն ինչ որ կառուցվում է հանրայինի տարածքում, հայ-չինական նախագիծը, ինքը շատ մեծ տենց բուստ է անելու հանրայինին բուստ է, որովհետև ինքը մեզ կտեղափոխի մի հատ ուրիշ որակի արտադրության ու այդ ամեն ինչը մենք կզգանք նաև եթերում վիզուալ, որ դու ասում ես հանրայինում շատ բաներ փոխվել են վերջին տարիներին, այս 70-ամյակին այդ բացումը եւ այդ տարածքի օգտագործումը ինքը մի հատ ուրիշ լեվելի է բարձրացնելու հանրայինը, որովհետեւ այտենց մասշտաբի տարածք, այտենց տեխնիկա, որը որ մենք կունենանք այդ տարածքում, մեզ հնարավորություն կտա արտադրել լրիվ այլ մակարդակի հաղորդումներ, ինչը կարծում եմ, որ կարևոր է ու մեր հեռուստադիտողը կարծում եմ կամ հուսով եմ կնկատի այդ ամեն ինչը էլի։ Իսկ հանրայինից դուրս մենակ մասնավոր հեռուստաընկերությունները կամ իմ նման անկախ քրեաթորները կկարողանան դրանից օգտվել, թե այդ մենակ հանրայինի համար է լինելու։ Ինքը մենակ հանրայինի համար է, եթե ուզենան էլ օգտվել, մենք միգուցե որոշենք, որ ինչ որ այսքան կարա տենց լինի, որ վարձակալությամբ տրամադրենք, բայց անվճար չենք կարող։ Դե հա, բարձր վարձակալությամբ կարող ենք, ինքը նաև բան է, գիտես, փոքր համերգասրահ է, եթե չեմ սխալվում, 600 տեղ լինում է։ Եվ ինքը այդտեղ կարող է ինչ որ տենց ինչ ասես օգտագործեն, ինչ ներկայացում, չգիտեմ, ֆիլմի դիտում, բան, ինչ ասես կարես տարածքում լինի։ Բայց ինքը կոմպլեքս է, որը պատկանում է հանրությանը եւ մարդիկ կարող են օգտվել սրանից, բայց նաև դրա սպասարկում ամորտիզացիայում պարզապես պետքա վճարովի լինի այդ ամեն ինչը, բայց ինքը ունիկալ է այս իմաստով, այս ծրագիրը դրա համար շատ կարևոր է մեզ համար։ Ես կարծում եմ ոչ միայն հանրայինի ապագան, այլ ընդհանրապես այս կոնտենտը, հեռարձակումը, հա, ոլորտը ինքը գնում է ավելի դիջիտալի, որովհետև այսօր բոլորս էլ հասկանում ենք դա հարմար ու գնալով է դա տարածվում։ Ու հիմա մենք էլ պետքա փորձենք ավելի թվային դառնանք ու այս 5 տարվա ընթացքում տենց լիքը բաներ են կարել, որ ավելի թվային դառնանք, բայց նաև զուգահեռ այդ ալիքների կտորն են կարել, այսինքն սկզբից ոնց էր բացեցինք լրատվական ալիք, հետո Ամերիկայի ալիք, հետո միջազգային մեր ալիքը, որը Սփյուռքի համար թարմացրեցինք ու նոր ալիքը բացեցինք, որը digital ալիք է։ Հետո ստեղծեցինք մեր նոր application-ը, մենք ունեինք application, բայց ինքը տենց լավ հին էր էլի։ Հիմա բացել ենք շատ հասարակ application, որը ուղղակի տենց
ինստալ ես անում, բացում ես առանց գրանցման, առանց ինչ-որ բանի, ուղղակի մեր բոլոր եթերները կարող ես on-line նայես ու 24 ժամ catch-up-ով կարող ես հաղորդումները նայել, էլի։ Այդ շատ հարմար է, շատ պարզ է ու շատ հեշտ է մարդկանց համար դրանից օգտվել։ Էս էլի այդ թվային դեպի թվային գնալու լոգիկայի մեջ։ Նույնն էլ digital ալիք ստեղծելն էր, բայց մենք հիմա այս առաջիկա տարիներին ոչ միայն մենք այդ դաշտը պետք է ներդրումներ անի այդ թվայինի մեջ, որովհետև այսօր նույն էս հայկական VOD-ները, Կինոդարան, Armflix, չգիտեմ, այնտեղ էլի կան, որոնք այդքան դեռ չեն զարգացել, բայց նպատակներ ունեն, նույն տելեկոմները մեր, որոնք մտնում են այդ դաշտ, բոլորը հասկանում են, որ կոնտենտը ու կոնտենտի ապագան դա թվային դաշտում զարգացնելն է հարթակներով։ Ու այն ինչ որ Netflix-ն է անում, այն ինչ որ Amazon-ն է անում, Apple-ն է անում, այսինքն բոլորը դրա մեջ ներդրում են անում։ Ու մենք էլ պետք է գնանք այդ ուղղությամբ։ Ու մենք էլ հիմա այն ինչ որ անում ենք նույն նորալիքով կամ այն կոնտենտով, որը հեռարձակում ենք հանրայինով, բայց նաև on-line-ում ենք փորձում ուժեղացնենք, դրա ամբողջ նպատակը դեպի թվային զարգացումն է, որովհետև մեր հեռուստադիտողների մի մեծ մաս ու գնալով այդ թիվը ավելանում է, իրանք on-line են։ Ու մենք պետք է գնանք հասնենք այդ մարդկանց, դրա համար պետք է ավելի թվային լինենք։ Ու մեկ է պետք է արտադրենք այդ մինի սերիալները, այսպես ասած, որը հիմա մարդկանց ամենաշատ սպառում այդ մինի սերիալներն են։ Այդ ինչ է, օրինակ Չեռնոբիլի նման մի քանի սերիալ։ Հա, օրինակ Չեռնոբիլի նման, օրինակ, չգիտեմ, Black Mirror-ի նման, ֆորմատային, չեմ ասում սցենարային իմաստով, ֆորմատային իմաստով այդ կարճ սերիալները, որոնք 10 սերիա օրինակ։ 10 սերիա, 16 սերիա, 8, 4, 6 տարբեր ֆորմատներ կան, բայց դա է հիմա մարդկանց գրավում։ Հիմա ես քեզ ավելին ասեմ, ֆիլմերը որպես այդպեսին ավելի քիչ աուդիտորիա են ունենում, քան օրինակ նույն Game of Thrones-ը հələ հիշի, կամ բանը Squid Game-ը հիշի, իրանք չկան, չէ, եթերով չեն, չէ։ Իրանք կոնկրետ Netflix-ում է մեկը ստեղ է, մեկը ընդեղ է, բայց այդ ամեն ինչը մարդկանց գրավում է, մարդիկ գնում են այդտեղ։ Ու ես վստահ եմ, որ դու էլ ուզում ես ինչ-որ ֆիլմ կամ սերիալ դիտես, դու միացնում ես տենց տեղերից ես դիտում ու ինքը քեզ խորհուրդ է տալիս, դու ինչ կարող ես դիտել։ Որովհետև մարդը այլևս չի ուզում, որ դու որոշես, դու նկատի ունեմ, չգիտեմ, ես, մեր ծրագրերի թիմը, հանրային ընդհանրապես, հա, իր եթերով ինքը թելադրի, թե ինչ պետքա դիտի մարդը, կամ այսինչ ժամին միացրա ֆիլմ դիտի, այդ գնալով հնանում այդ ամեն ինչը եւ մարդը ուզում է ինքը ընտրի ինչ դիտի։ Այն բանը հիշում ես, մեր բակի մեջ Խոստիկյանը, որ բանը անում է, գալիս է ինչ որ հերոստացույցը միացնում է, Մավիսակալյանն էր կարծեմ այնտեղ լուրեր է կարդում, մեկը հեռախոսը զանգում է, ասում է հələ մի րոպե, Մավիսակալյանը ասես նստում սպասում է, ինքը վերցնում է հեռախոսը խոսում է, անջատում է, ասենց համ շարունակեք։ Ու այդ մարդը շարունակում է։ Ես կարծում եմ, որ ապագայում դա ինտերակտիվ է, հիմա այն ժամանակ հումոր էր ինքը, բայց դա ինտերակտիվ է, մարդիկ ուզում են ինտերակտիվ լինի։ Հիմա ինտերակտիվ ֆիլմեր կա, սերիալներ կան, Black Mirror-ը մի հատ չհաջողված իմ կարծիքով արել էր, բայց այնա որ դու ես ընտրում սցենարը, աճ թե ձախ գնա, այս համաձայնվի թե չէ, ու սենց մարդիկ ուզում են մասնակից լինեն։ Ու հատկապես հաշվի առնելով այսօրվա զարգացումները, հատկապես 3D-ի ոլորտում զարգացումները, այդ վիրտուալ ակնոցները, վիրտուալ աշխարհները, կոնտենտը, այն ամեն ինչ որ գնում է, հա, այդ ամեն ինչը տանում է նրան, որ մարդիկ ուզում են կոնտենտի մասնակից լինեն։ Իրանք չեն ուզում այլևս, որ դու որոշես իր ժամը, դա արդեն հին է, էլ չես կարող դու որոշես ինքը որ ժամին դա դիտի, որովհետև երբ որ մտավ catch-up-ը, այդ մարդու համար մեկ այդ ֆիլմը հետ կտնի, կնայի օրինակ եթերում։ Բայց դա էլ է հին։ Մարդիկ ուզում են գնան, ընտրեն իրանց ֆիլմը, վճարեն, փառք Աստծո մարդիկ կողմ են սովորել են ոնց որ ցույց է տալիս ստատիստիկան, վճարեն կոնտենտի համար եւ դիտեն կամ անվճար դիտեն, բայց իրանք ընտրեն ինչ դիտեն։ Ու իրանք գնալով դառնալու են մասնակից, որովհետեւ կոնտենտի ապագան գնում է դրան, որ մարդը մասնակից է դառնալու։ Ու այդ նորմալ է։ Պետքա մրցակցային լինել, պետքա գնալ այս ուղղությամբ, պետքա հնարավորինս ստեղծել հարթակներ, որտեղ մարդիկ կսպառեն կոնտենտը, որովհետեւ հանրայինի իմաստը հեռարձակումը չի միայն կամ հանրայինինը չէ, ընդհանրապես կոնտենտ ստեղծողների իմաստը միայն կոնտենտի հեռարձակումը չի, այլ կոնտենտն է ինքնին, այսինքն ինչքանով է լավը կոնտենտը, եթե լավն է, ինքը արդեն պետքա լինի ճիշտ տեղ, որ իրան դիտեն, որովհետև միայն հեռարձակման հույսով չենք կարող մենք այսօր աշխատել։
հեռուստաընկերությունները ու մենք էլ պետքա փոխվենք ու այս շատ բարդ է գիտես որովհետև ինովացիան շատ բարդ է տրվում մարդիկ չեն սիրում այդ շատ դժվար է նույն բիզնեսը չէ հեռուստաընկերությունները բիզնեսն այդ բիզնեսը պետքա լավ փոխես որ ինքը գնա դեպի այդ ուղղությամբ այդ ամեն ինչը բայց պետքա արվի որովհետև այլապես ուղղակի բանը մեռնելու ենք որովհետև նույն գովազդի գումարը որ այսօր կա դաշտում ինքը մեր դիտարկմամբ մի քանի անգամ ավել է on-line-ում, քան թե եթերում։ Դե հա, մեր նման մեդիաները օրինակ դու գովազդ ունես, չէ՞։ Հա։ Դու գովազդ ունես։ Չգիտեմ, 10 տարի առաջ որ մենք միտեղ քննարկեինք ոլորտի մասնագետներով, որ կլինի Նարեկ Ամիրխանյանով YouTube-ով կանի ոդքասթ կամ կանի ոդքասթ տարբեր հարթակներով եւ մի հատ էլ հովանավոր կունենա ու դա էլ իրան պլյուսով կլինի, հուսով եմ պլյուսով այս ամեն ինչը եւ դու այս ամեն ինչը կանես, այտենց որ լսենք, կասենք абսուրդ է, ոնց կարա այտենց բան լինի։ Այ ոնց որ միտինգները ուղիղ եթեր հեռարձակելներ սկզբում абսուրդ, նույնն էլ քո ոդքասթ անելը 10 տարի առաջ абսուրդ կհնչեր Հայաստանում, հիմա դա նորմալ բան է։ Ու դրա համար մենք էլ պետքա գնանք ժամանակակից ուղղությամբ ու դրա համար պետքա դրա մեջ ներդրումներ արվի ու դա նորմալ է, որովհետև պահանջարկը փոխվում է։ Հա։ Իսկ 10 տարի առաջ Ազատությունը պատկերացնում էր, որ մի օր հանրայինի տնօրեն կդառնաս։ 10 տարի առաջ հələ սպասի։ Ուզում եմ հիշեմ 10 տարի առաջ ինչ է։ 17 թվականին։ Դե դժվար գիտես, որովհետև բանա մեդիայի կառավարումը ինքը հետաքրքիր էր իհարկե, այն ժամանակ էլ էր ինձ հետաքրքիր, բայց դե այդպես պատկերացնելը դժվար է, որովհետև այդպես նպատակ կարող ես ունենալ ինչ որ բան անելու ավելի մեծ բան, բայց այնց չես կարա էլի, ասես այ ես հիմա ստեղ կլինեմ 10 տարի հետո, ինձ թվում է բոլորիս է բարդ այդ ամեն ինչը։ Իսկ եթե 17 թվականի Հովհաննես այսօր քեզ տենար, ինչ կասեր։ 17 թվականին այդ պրոդյուսինգով զբաղվելու շրջանն էր, որը բավականին բարդ էր։ Երևի հակառակը կասեի, այ հիմիկվա Հովհաննեսը ինչ կասեր, որովհետև ինչքան մեծանում ես, այնքան տենց ավելի բան ես, չէ, դառնում ավելի փորձառու իմաստուն, ավելի շատ կարաս դու քեզ ասես այն ժամանակ, քան թե այն ժամանակից հիմա, որովհետև դու միշտ ներկապային մտածում ես ամեն ինչ ճիշտ ես անում կամ փորձում ես ամեն ինչ ճիշտ անես ու շատ դժվար է տենց գնալ անցյալից եւ քեզ ինչ որ խորհուրդ տալ, էլի հիմնականում տենց է, չէ, ապագայից են խորհուրդ տալիս անցյալ, այն ինչ կասեիր, ինչը սխալ աներ, ինչը ճիշտ։ Ու ինչ կասեիր։ Երևի կասեի, որ պետքա մի քիչ ավելի ռիսկային լինել որոշումների հարցում, չվախենալ նոր բաներից, նոր արարություններից ու անընդհատ փորձել, որովհետև ես օրինակ այդ տարիքում, այդ թվականներին 15, 16, 17 բան, ինչ որ բաներ փորձում էի, բայց այդ տենց զուգահեռ էր իհարկե աշխատանքի, միայն աշխատանքի մասով չէ, բայց միշտ չի որ ստացվում էր, չգիտեմ, ինչ որ բիզնեսներ էինք փորձում անել ընկերներով, հացի առաքման բիզնես էինք օրինակ մտածել այն ժամանակ, որը տենց հետաքրքիր իդեա էր մեզ թվում, ինքը իհարկե չաշխատեց, բայց իդեան լավն էր։ Տենց բրենդինգ էինք արել, չգիտեմ, հաց էինք բանանում, գնում, առաքում կազմակերպում եւ այլն, մարքեթինգով էի զբաղվում այն ժամանակ ոնց որ դու ժամանակին։ Սրանց տարբեր ինչ որ բաներ, բայց այդ փորձելը պետք է ավելի շատ լինի, ինչքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է բանանում։ Նորը փորձել էլի, այդ ավելի բարդ է տրվում, որովհետեւ տենց ավելի դժվար է, բա որ չստացվի բան եւ այլն, իսկ ավելի ջահել տարիքում ավելի հեշտ է, չնայած հիմա նես չի որ մեծ ենք։ Այդ բանը Սեմ Ալտմանը OpenAI-ի մի հատ էսեյներից մեկի մեջ այդպես բան ուներ գրած, որ պետք է հնարավորություն տաս, կարելի ասած թարգմանել, որ բախտը քեզ գտնի, էլի կոպիտ ասած։ Այդ նշանակում է, որ շատ տարբեր բաներ փորձես։ Հա, բայց ես քեզ մի բան էլ ասեմ, ինչ էլ փորձում ես, պետքա դա չլինի քո համար բան։ Տրիվիալ բան եմ ասում, բայց հաճելի լինի, էլի ինչով որ դու զբաղվում ես, որովհետև լավ չի ստացվում։ Ես օրինակ ինչով որ զբաղվել եմ, որ ինձ հաճելի չի եղել, չի ստացվել։ Ես վստահ եմ քո մոտ էլ է տենց։ Չի կարա այդ երևի ստացվի էլի, որ տենց եթե դու հաճույքով չես բանանում, դա դառնում է ռոբոտային ինչ որ բան։ Դե հա, ես հիմա որ հետ եմ նայում, այն պրոյեկտները, որ զուտ
որպես բիզնես էի սկսում փողի համար, Չի ստացվել։ չի ստացվել, բայց այն պրոյեկտները, որ արել եմ, որտեվ ուզել եմ արեմ, ստացվել է։ Օրինակ էս ոդքասթը։ Հա։ Ինչով ասես զբաղվել ես, չէ՞, բայց այդ ոդքասթը տեսել է ոնց է ստացվել, Հա ինքը որ ես անում սիրով եմ ես իմ համար, հա։ Հա, որովհետև այդպես ջիգար ես դրել, կյանք ես դրել այդ ամեն ինչի մեջ ու ինքը ստացվել է։ Այնց այդ այլ այդ եթե չկա այդ բանը մոտիվացիան մեջ, այդ ուղակի դու գումարի համար ես ինչ որ մի բան անում, այդ լավ բան չի դառնում վերջում, էլի։ Իսկ քեզ ինչն է ոգևորում մեր տրադիցիոն հարցը վերջի։ Ինձ այնքան բան է ոգևորում։ Ինձ ոգևորում են այն մարդիկ, ում հետ ես շփվում եմ։ Ես միշտ փորձում եմ շփվեմ նենց մարդկանց հետ, օրինակ դու էլ ես իմ համար բացահայտում, այն մարդկանց հետ, ովքեր ունեն գաղափարներ, ովքեր փորձում են ինչ-որ նոր բան անել, ովքեր մտածող են, ովքեր լսող են, շատ կարևոր է, ովքեր գիտեն ինչպես ուրախանալ ու ինչպես տխրել, ու սենց շատ փիլիսոփայական է լինում, բայց այդ գիտես այդ մարդու տեսակը ես վստահ եմ դու էլ ունես տենց մարդիկ, որոնց հետ շփվում ես, այդ ամենակարևորն է։ Ինձ մեկ ասում են, դու երբեմն կապրես Հայաստան, կուզես ինչ որ մի օր ապրես Հայաստանից դուրս, ասում եմ, չէ։ Գիտես ինչի, որովհետև ստեղ իմ համար առաջին կապող օղակը դա մարդիկ են։ Այդ մի բանա մանկություն, չգիտեմ, բան, այդ ամեն ինչը, բայց մարդիկ, այն մարդիկ, որ այստեղ են, այդ մարդիկ են կապում ու այդ շփումն է։ Ու ես կարծում եմ, որ ամենամեծ ռեսուրսը դա մարդիկ են ու ժամանակը։ Ու պետք է միշտ գնահատես այդ ժամանակը ու այդ մարդկանց, ովքեր որ քեզ շրջապատում են, միշտ կարաս ֆիլտրես նոր մարդիկ բերես քո շրջապատ, հներին բաց թողնես, բայց լավ մարդիկ լինեն, որոնք քեզ կմոտիվացնեն, ինչ որ նոր բան կտան, կլսեն եւ կխոսեն եւ այդպես շարունակ։